Երբ 1999 թվականի հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովի անվտանգության ծառայության աշխատակիցները մտան դատարկված դահլիճ, նրանք գտան ինչ-որ բան, ինչը չպետք է գոյություն ուներ։ 6 փաթեթավորված տուփ, լի ինքնաձիգների պարապ պատյաններով, թղթե փաստաթղթեր, ձեռագիր նշումներով անընթեռնելի ծածկագրերում և մի փոքրիկ տետրակ, որի վերջին էջում գրված էր ընդամենը մեկ բառ՝ մեղրի։ Այդ ապացույցները պետք է փոխանցվեին կենտրոնական քննչական մարմնին, բայց արդեն հաջորդ առավոտյան, երբ քննիչները եկան վերցնելու, ամեն ինչ անհետացած էր։ Ո՞վ էր տուփերը տարել գիշերվա խավարում։ Ինչու անվտանգության տեսախցիկները հենց այդ միջանցքում մի ժամով անջատված էին։ Եվ ամենակարևորը, ինչ էին թաքցնում այն փաստաթղթերը, որոնք այնքան արագ պետք է ոչնչացվեին, որ նույնիսկ մոխիրը չմնար։ 36 տարի առաջ, երբ Կարեն Դեմիրճյանը առաջին անգամ բարձրացավ հայկական կոմունիստական կուսակցության ղեկին, Երևանը դեռ քնած քաղաք էր, գորշ բնակելի թաղամասերով և փոշոտ փողոցներով, որտեղ մարդիկ սովորել էին ապրել առանց հույսի և առանց ապագայի պատկերացման։ Նա եկավ որպես տեխնոկրատ, ճարտարապետ, ինժեներ, մարդ, ով կարող էր փոխել քաղաքի արտաքինը, բայց ոչ ոք չէր ենթադրում, որ նա կփոխի նաև մարդկանց հոգեբանությունը։ 14 տարի 1974-ից մինչև 1988-ը նա վերածեց Երևանը մայրաքաղաքի, որտեղ առաջին անգամ սովետական տիրույթում կառուցվեցին մետրոյի գծեր բնակչության թվաքանակին չհամապատասխանող, որտեղ հանրապետության բյուջեի 28%-ը ծախսվում էր մշակույթի և կրթության վրա, երբ միջին աշխատավարձը մնում էր 180 սովետական ռուբլու մակարդակում, բայց դպրոցներում երեխաներին սովորեցնում էին երազել։ Դեմիրճյանը չէր սիրում խոսել իր անցյալի մասին, չէր սիրում պատմել, թե ինչպես էր նա 40-րդ տարիքում արդեն իսկ վերահսկում ամբողջ հանրապետության քաղաքական կյանքը, բայց յուրաքանչյուր անգամ, երբ նրան հարցնում էին ինչու է հեռացել, նա պատասխանում էր միայնակ կարճ նախադասությամբ. Գորբաչովը ուզում էր փոփոխություններ, իսկ ես ուզում էի կայունություն։ Եվ ահա հիմա, 11 տարի անց, 1998-ին, երբ Դեմիրճյանը վերադարձավ քաղաքականություն, ստեղծելով Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, մարդիկ տեսան նրա մեջ ոչ թե նախկին ղեկավար, այլ փրկություն։ Նրանք տեսան մի մարդու, ով մարմնավորում էր հնարավոր ապագան, որտեղ չկա կործանարար պատերազմի հիշողությունը, չկա էներգետիկ ճգնաժամը, չկա այն անհույս աղքատությունը, երբ ուսուցիչների աշխատավարձը հազիվ հասնում էր 1000 դրամի, երբ միջին տարեկան կենսաթոշակը կազմում էր 2000 դրամ, իսկ ընտանիքները ձմռանը տաքացնում էին բնակարանները գրքեր այրելով։ Նա չխոստացավ հրաշքներ, չխոստացավ անմիջական բարելավում, բայց մարդիկ հավատացին, որովհետև հիշում էին, թե ինչպես էր նա անում նախկինում, լռությամբ, հետևողականությամբ, առանց աղմկահարույց հայտարարությունների, սակայն իրական արդյունքներով, որոնք կարելի է շոշափել, տեսնել, զգալ յուրաքանչյուր օրվա կյանքում։ Հայց գիտեք, թե ինչ է տեղի ունենում, երբ երկու տարբեր աշխարհներից եկած մարդիկ, ովքեր տեսականորեն երբեք չպետք է գտնեին ընդհանուր լեզու, հանկարծ միավորվում են մի ընդհանուր նպատակի համար։ Կարեն Դեմիրճյանը, սովետական ինտելեկտուալ, ով կարդացել էր Դոստոևսկին ռուսերենով և Պարույր Սևակին հայերենով, ով սիրում էր դասական երաժշտությունը և կարող էր ժամերով խոսել ճարտարապետության փիլիսոփայության մասին։ Վազգեն Սարգսյանը, դաշտային հրամանատար, Ղարաբաղյան պատերազմի սպառապետ, մարդ, ով իր կյանքի 25 տարին անցկացրել էր բանակում, ով իմանում էր, թե ինչպես ղեկավարել 5000 զինվորից բաղկացած դիվիզիան խիստ ճակատային պայմաններում, ով չէր վախենում ոչ մի սպառնալիքից, քանզի արդեն տեսել էր մահը ավելի 1000 անգամներով, քան ցանկացած քաղաքական գործիչ կարող էր երբևէ պատկերացնել։ Երբ նրանք առաջին անգամ հանդիպեցին 1998-ի գարնանը, նախապատրաստելու խորհրդարանական ընտրությունների համար ընդհանուր նախընտրական դաշինքը, շատերը ծիծաղեցին այդ գաղափարի վրա։ Ինչպես կարող է ամենասովետական մարդը համագործակցել ամենահայրենասեր զինվորականի հետ։ Ինչպես կարող են գտնել ընդհանուր հարթություն փոխզիջումների և բանակցությունների շերի շանսորդը և մարդը, ով չգիտի փոխզիջման իմաստը։ Բայց նրանք գտան։ Եվ միավորվեցին, միասնություն դաշինքի շուրջ։ Նախընտրական դաշինք, որն իր մեջ միավորում էր Հայաստանի ժողովրդական կուսակցությունը և Հանրապետական կուսակցությունը, երկու հսկայական քաղաքական ուժեր, որոնք առանձին զգալի էին, բայց միասին դառնում էին անհաղթահարելի։ 1999-ի մայիսի 30-ին, երբ քվեարկության արդյունքները հրապարակվեցին, երկիրը տեսավ ինչ-որ անսպասելի։
Միասնություն դաշինքը ստացավ ձայների 21%-ից ավելին միամանդատ մաժորիտար օկրուգներում եւ 20%-ից ավելին համամասնական ցուցակով, ինչը նշանակում էր, որ նրանք վերահսկում էին ազգային ժողովի 130 մանդատներից ավելի քան 55-ը բացարձակ մեծամասնություն, որը թույլ էր տալիս կայացնել ցանկացած օրենք, առանց կոալիցիոն գործընկերների, առանց փոխզիջումների, առանց այն անվերջ բանակցությունի որցումների, որոնք սովորաբար քաղաքական համակարգը դարձնում էին անգործուն։ Որքան արժե իշխանությունը։ Ոչ քաղաքական իշխանությունը, այլ իրական իշխանությունը, հնարավորությունը որոշելու մի ամբողջ ազգի ճակատագիրը։ Կարեն Դեմիսճյանը նշանակվեց ազգային ժողովի նախագահ 1999 հունիսի 11-ին, Վազգեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ 1 օր առաջ, հունիսի 10-ին։ Սա էր անպրեսեդենտ իրավիճակ հայկական անկախ պետականության պատմության մեջ, երբ նախագահը Ռոբերտ Քոչարյան հանկարծ հայտնվում է իրավիճակում, որտեղ նա չի վերահսկում ոչ կառավարությունը, ոչ խորհրդարանը։ Պատկերացրեք, դուք նախագահ եք, բայց ձեր վարչապետը ենթարկվում է ոչ թե ձեզ, այլ իր կուսակցական ղեկավարությանը, իսկ խորհրդարանը, որը պետք է ընդունի ձեր նախաձեռնած օրենքները, վերահսկվում է ձեր քաղաքական հակառակորդի կողմից։ Քոչարյանն արդեն իսկապես հայտնվել էր իրավիճակում, երբ Բաղրամյան 2610-ն սկսել էր կոչվել միայնության աղբյուր, բայց իրականում դա էր այն միակ տեղը Երևանում, որտեղ նրա խոսքը դեռ արժեք ուներ։ Ազգային ժողովից 165 մետր հեռու գտնվող մի ամբողջ տարածք, որտեղ թե քաղաքական, թե ֆինանսական, թե ռազմական որոշումներն արդեն չէին պատկանում նրան։ Դեմիսճյանը սկսեց վարել ազգային ժողովի նիստերը ճշգրիտ խորհրդային կարգապահությամբ։ Ժամը 9 առավոտյան նիստը պետք է սկսվեր, ժամը 18-ը պետք է ավարտվեր, բոլոր падգամավորները պետք է ներկա լինեին, բոլոր հարցերը քննարկվեին հերթականությամբ, առանց անցում անելու, առանց հատուկ արտոնությունների։ Նա չէր ճանաչում էլիտար խմբեր, չէր ճանաչում օլիգարխների ազդեցությունը, չէր ճանաչում այն անգրավոր կանոնները, որոնք թելադրում էին, թե ով պետք է տեղ զիջի, ով պետք է լռի։ Վազգեն Սարգսյանը, վարչապետի աթոռին բազմած, անմիջապես սկսեց տնտեսական աուդիտ, անսովոր խստությամբ։ Նա պահանջեց բոլոր մեծ ընկերությունների ֆինանսական հաշվետվություններ ներվերջին 5 տարիների համար, պահանջեց ցույց տալ, ինչպես են սեփականաշնորհման ընթացքում հանրապետության խոշորագույն ձեռնարկությունները վաճառվել իրենց իրական շուկայական արժեքից 5 անգամ ցածր գներով։ Պահանջեց բացատրություն, թե ինչու էներգետիկ ընկերությունների փաթեթները, որոնք գնահատվում էին մոտավորապես 300 միլիոն ամերիկյան դոլար, փոխանցվել են մասնավոր ձեռքերին ընդամենը 30 միլիոնով։ Օլիգարխիկ ցանցը, որը ձևավորվել էր նախագահամետ շրջանակներում վերջին 3 տարիների ընթացքում, հանկարծ զգաց, որ հողը սասանում է ոտքերի տակ։ Գիտեք, թե որքան արժեր Կարեն Դեմիսճյանի ապարանքը կենտրոն թաղամասում, 5 սենյականոց բնակարան հանրային հատվածի 5-րդ հարկում, որտեղ նա ապրում էր կնոջ հետ եւ որտեղ երբեմն գիշերում մնում էր նաեւ որդին։ Ըստ պետական գնահատման, մոտավորապես 35,000 ամերիկյան դոլար։ Իսկ հիմա համեմատեք։ Բաղրամյան 26 շենքի վերանորոգումը, որն արվել էր 2 տարի առաջ, արժենում էր 6 միլիոն 600 հազար դոլար։ Իսկ նախագահական ավտոպարկը, որը բաղկացած էր 17 մեքենայից, արժենում էր ավելի քան 1 միլիոն։ Սա չէր անհատական նախանձի հարց, այլ սիմվոլ էր այն հսկայական տարբերության, որը գոյություն ուներ հին խորհրդային բյուրոկրատիայի եւ նոր ազգային էլիտայի միջև։ Դեմիրճյանը հավատում էր, որ պետական ծառայողը պետք է ապրի համեստ, պետք է լինի օրինակ հասարակությանը, պետք է ցույց տա, որ իրական հարստությունը չէ անձնական կուտակումը, այլ ազգի բարեկեցությունը։ Բայց նոր դարում 1990-երորդներին այս փիլիսոփայությունը թվում էր անտիկ եւ անտեղի։ Մոտավորապես 1999-րդի սեպտեմբերի սկզբին ներքաղաքական լարվածությունը հասավ այնպիսի մակարդակի, որ այլևս անհնար էր անտեսել։ Վարչապետի աշխատակազմում սկսեցին շրջել խոսակցություններ իմպիչմենտի մասին, սահմանադրական ընթացակարգ, որի միջոցով ազգային ժողովը կարող է նախագահին զրկել լիազորություններից, եթե վերջինս կատարել է անսահմանադրական գործողություն։ Իրավաբանական հիմքը տատանող էր, բայց քաղաքական կամքը ուժեղ։ Միասնություն դաշինքն ուներ բացարձակ մեծամասնություն, ինչը նշանակում էր, որ պահանջվող ձայների թիվը 2/3 ընդհանուր կազմից իրենց տրամադրության տակ էր։ Եթե Դեմիրճյանը եւ Սարգսյանը որոշեին քայլել իմպիչմենտի ճանապարհով, Քոչարյանը կարող էր հայտնվել ոչնչության մեջ։ Առաջին նախագահը անկախ Հայաստանի պատմության մեջ, ով կդատապարտվեր խորհրդարանի կողմից։ Սա չէր միայն անձնական ճակատագրի խնդիր, այլ համակարգային հարց։ Ով է իսկական իշխանությունը Հայաստանում, ընտրված ժողովրդավարական մարմինները, թե նախագահական ինստիտուտը,
որը ներկայացնում էր հին նոմենկլատուրան։ Եվ ահա հենց այս տրամաբանության ֆոնին, սեպտեմբերի վերջին օրերին, երբ Երևանն արդեն մտնում էր աշնան խոնավ եղանակը, անընդհատ անձրևներով եւ մութ երկնքով, երբ քաղաքացիները պատրաստվում էին հերթական դժվար ձմռանը, յուրաքանչյուր օր տաքացման համար փայտ հավաքելով, սպասելով, որ էլեկտրաէներգիան կլինի միայն 3 ժամ օրը, հանկարծ մի շարք քաղաքական վերլուծաբաններ սկսեցին անհանգստանալ, բարձրաձայնելով մի խիստ անհանգստացնող վարկած։ Եթե միասնություն դաշինքը իրականում իմպիչմենտի է անցնում, ապա ինչ փոխզիջման պատրաստ են նրանք արտաքին քաղաքականության հարցում։ Սա էր Մեղրիի վարկածը։ Գաղտնի բանակցություններ, որոնք ենթադրաբար տեղի էին ունեցել ԵԱՀՏ Մինսկի խմբի միջնորդությամբ, քննարկել էին մի նախագիծ, ըստ որի Հայաստանը կարող է փոխանակել Մեղրի միջանցքը, հատվածը, որը կապում է Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի հետ, փոխարենը Ղարաբաղի շուրջ հատուկ կարգավիճակի։ Դեմիրճյանը եւ Սարգսյանը, ըստ այս վարկածի, կատեգորիկ մերժել էին ցանկացած տարածքային զիջում, քանզի նրանց համար դա էր նույնը, ինչ ազգային անվտանգությունից հրաժարվելը։ Բայց նախագահական շրջանակը, որը ճնշման տակ էր միջազգային հանրության կողմից, ավելի հակված էր փոխզիջման։ Հարց. արդյոք Դեմիրճյան-Սարգսյան տանդեմի հեռացումը կբացեր ճանապարհը այդ տարածքային փոխանակման համար, թե դա էր միայն կոնսպիրացիոն տեսություն, որ հարմար էր նրանց համար, ով ցանկանում էր արդարացնել այն անբացատրելին, որ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին։ 1999-ի հոկտեմբերի սկիզբը Երևանը ապրում էր տարօրինակ երկկողմանի իրականության մեջ։ Մի կողմից քաղաքում շարունակվում էր սովորական կյանքը, թեև սովորականությունը այստեղ ներառում էր էլեկտրաէներգիայի բացակայությունը օրվուն օրվա 2/3 համար։ Խանութներում հացի ծայրամասային պակաս, փողոցներում անզգուշ երիտասարդների խմբեր, ովքեր փնտրում էին աշխատանք, որը չկար, եւ ծերունիների տրտումը, ովքեր նստած էին բակերում, պատմելով սովետական անցյալի բարիքների մասին։ Մյուս կողմից քաղաքական էլիտան ապրում էր միլիովին այլ ռեժիմում, որտեղ յուրաքանչյուր օր կարող էր լինել վճռական։ Լարվածությունը հասել էր այնպիսի մակարդակի, որ Բաղրամյան 26 եւ Հանրապետության հրապարակի միջև ընկած 235 մետր հեռավորությունը դարձել էր թշնամական գծի անցակետ։ Երբ ազգային ժողովից падգամավորներն անցնում էին այդ ճանապարհով, նրանք գիտեին, որ յուրաքանչյուր քայլ նրանց հեռացնում է նախագահական իշխանության վերահսկողությունից եւ մոտեցնում դեպի այն նոր իրականությունը, որտեղ իշխանությունը կենտրոնացած էր միասնության ձեռքում։ Վազգեն Սարգսյանը, ով սովորաբար հայտնի էր իր գերզգույշ անվտանգային պահպանման համար, 1999-ի հոկտեմբերին փոխեց իր սովորական ռեժիմը։ Նա միշտ շրջապատված էր եղել իր անձնական թիկնազորով 6 հոգուց բաղկացած խումբ, որոնց նա վստահում էր կյանքի պես, քանզի նրանք միասին անցել էին Ղարաբաղյան պատերազմի ամենաբարդ գործողություններից։ Բայց հոկտեմբերի 20-ին առավոտյան, երբ նա մեկնեց ազգային ժողովի նիստին, թիկնազորի միայն 2 անդամներ էին ներկա, իսկ մնացած 4-ը, անհասկանալի հանգամանքներով, նշանակվել էին այլ առաջադրանքների, որոնք հետագայում պարզվեց, եղել էին ամբողջովին հորինված։ Ով էր տվել այդ հրամանը։ Ինչու հենց այդ օրը սպարապետը մնաց առանց իր հիմնական պաշտպանության։ Եվ ամենակարևորը, արդյոք սա էր նախապատրաստական քայլ, որ հնարավոր դարձնի հետագա իրադարձությունները։ Կարեն Դեմիրճյանն այդ առավոտ 1999-ի հոկտեմբերի 27-ին արթնացավ ժամը 6:30-ին, ինչպես միշտ։ Նրա առավոտյան ռիտուալը չէր փոխվել տասնամյակներ շարունակ, թեյ առանց շաքարի, հացի կտոր պանրով, կես ժամ նորությունների կարդալ թերթերից, հետո ճշգրիտ 8 ժամին մեկնում էր աշխատանքի։ Բայց այդ առավոտ, երբ նա նայեց դուրս պատուհանից դեպի մռայլ Երևանի երկինքը, ինչ որ բան զգաց, որ նա չկարողացավ ձևակերպել, նույնիսկ իր հենց մտքում։ Հետագայում, երբ նրա կինը հարցաքննության տվեց ցուցմունք քննիչներին, նա ասաց, որ Կարենը հենց դուրս գալու պահին դադարեց, շրջվեց, նրան նայեց եւ ասաց. «Եթե ինչ որ բան պատահի, մի մոռանա, որ ամենակարևորը երեխաներն են»։ Նա ծիծաղեց, պատասխանեց, թե ինչու պետք է ինչ որ բան պատահի, բայց Կարենը չպատասխանեց, միայն ժպտաց։ Մի տրտում, անհասկանալի ժպիտ, որը հիշեցնում էր հրաժեշտ, թեև դեռ օրը չէր սկսվել։ Ազգային ժողովի նիստերի դահլիճը գտնվում է շենքի երկրորդ հարկում։ Մի ընդարձակ սրահ, պարզ դեկորով, աշխատանքային տրամադրություն, որտեղ 130 մանդատավոր падգամավորներ նստում են իրենց նշանակված տեղերում, ներկայացնելով Հայաստանի տարբեր շրջաններ եւ քաղաքական ուժեր։ 1999-ի հոկտեմբերի 27-ին, ժամը 17:15-ին, երբ դահլիճը լցված էր падգամավորներով, լրագրողներով եւ միայն մի քանի հրավիրյալ հյուրերով, երբ Կարեն Դեմիրճյանը բարձրացել էր նախագահ օղաթոռը, պատրաստվելով հայտարարել հերթական օրակարգը, երբ Վազգեն Սարգսյանը նստած էր իր տեղում վարչապետական սեղանի մոտ, նայելով իր փաստաթղթերին,
Հանկարծ բացվեցին գլխավոր դռները եւ ներս մտավ մի խումբ անհայտ մարդիկ։ Նրանք չէին ներկայացրել, չէին հայտարարել, Պարզապես քայլեցին ներս։ Վերարկուներ հագած։ Բայց նրանց քայլերն այնքան վստահ էին, անվստահության եւ երկմտությունից զերծ, որ մի պահ ոչ ոք չհասկացավ, թե ինչ է տեղի ունենում։ Եվ հետո միայն մի վայրկյան տարածքում հնչեց առաջին կրակոցը։ 3-ից 4 վայրկյան, քաոսը, անհասկանալիությունը։ Մարդիկ սկսեցին վազել դեպի ելքերը, բայց շատերը շտկվեցին հատակին, փորձեցին թաքնվել սեղանների տակ, որոնք իհարկե ոչ մի պաշտպանություն չէին տալիս։ Կարեն Դեմիրճյանը նույնպես մնաց իր աթոռին, նայելով ուղղակի ահաբեկիչների աչքերին, փորձելով հասկանալ, թե ինչու է սա տեղի ունենում, փորձելով գտնել պատասխան, առանց խոսքերի, միայն իր հայացքով։ Վազգեն Սարգսյանը, ով արձագանքում էր զինվորական ինստինկտով, փորձեց բարձրանալ, բայց նույն պահին երկրորդ կրակոցների շարքը հնչեց եւ նա ընկավ։ 8 մարդ զոհվեց այդ օրը։ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, փոխվարչապետ Լեոնարդ Պետրոսյանը, ազգային ժողովի փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, падգամավորներ Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը եւ Միքայել Քոթանյանը։ 8 մարդ, որոնց մահը հանել է Հայաստանի քաղաքական համակարգից ամենակարևոր կառուցվածքային մասը՝ միասնությունը։ Բայց ինչու։ Ինչի համար։ Ով էր ստորագրել մահադատավճիռը այդ տաների համար։ Եվ ամենակարևորը, ինչից է սպանվել այդ օրը ոչ թե միայն քաղաքական գործիչները, այլ հույսը։ 3 ժամ անց, երբ ահաբեկիչները, ովքեր ինքնանուն փրկարարներ էին անվանում իրենց, դեռ պահում էին պատանդներ ազգային ժողովի շենքում, երբ բողոքահույզ ուժերը շրջապատել էին շենքը, անընդհատ բանակցություններով հանձնվելու համար։ Հանկարծ դեպքերի շարքն անսպասելի թեքում ստացավ։ Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը, որոշեց անձամբ մտնել շենք եւ բանակցել Նայիրի Հունանյանի հետ, գլխավոր ահաբեկչի հետ, որը հայտարարել էր, թե պատրաստ է հանձնվել միայն, եթե նախագահը ընդունի իրենց պահանջները։ Սա էր անպրեսեդենտ քայլ, երբ պետության առաջին անձը մտնում է մի տարածք, որտեղ իր կյանքը բացահայտ վտանգի տակ է, որտեղ զինված ահաբեկիչները կարող են որոշել ցանկացած պահի սպանել նրան։ Բայց Քոչարյանը մտավ, խոսեց Հունանյանի հետ ժամ 50 րոպե եւ հետո դուրս եկավ, հայտարարելով, որ ահաբեկիչները համաձայնել են հանձնվել, եթե հրաշխավորվի նրանց անվտանգությունը։ Հետևյալ օրը, հոկտեմբերի 28-ին ժամը 12-ին, Նայիրի Հունանյանը եւ նրա 6 հոգանոց խումբը դուրս եկան ազգային ժողովից, ձեռքերը վերև բարձրացրած, զենքերը մատուցված ուժերին։ Նրանց անմիջապես ձերբակալեցին, տեղափոխեցին Երևանի կենտրոնական քնչական բանտ։ Բայց հարցը, որ մնաց անպատասխան, հարցը, որ երկիրը տանջում է արդեն ավելի քան 24 տարի, արդյոք Նայիրի Հունանյանը եւ նրա խումբը իսկապես գործում էին անկախ, թե նրանք էին գործիք ավելի խոշոր ուժերի ձեռքում, ովքեր պլանավորել էին այս արյունոտ բեմադրությունը։ Գոյություն ունեին մի քանի հանգամանքներ, որոնք չեն տեղավորվում միայնակ գայլերի վարկածի մեջ։ Առաջինը, ինչպես կարողացան ահաբեկիչները մտնել ազգային ժողովի շենքը զենքերով, վերարկուների տակ թաքցրած ինքնաձիգներով, երբ շենքի մուտքում գործում էր մետաղազնիչ համակարգ եւ անվտանգության ծառայություն։ Երկրորդը, ինչու Վազգեն Սարգսյանի անձնական թիկնազորը, որը երբեք չէր թողնում նրան առանց պաշտպանության, հենց այդ օրը բացակա էր։ Երրորդը, ինչու ազգային ժողովի ներքին տեսագրության սարքերը, որոնք պետք է գրանցեին ամբողջ իրադարձությունը, կամ անջատված էին, կամ տվյալները հետագայում հեռացվեցին։ Չորրորդը, ով էին այն անձինք, որոնց հետ Նայիրի Հունանյանը կապվում էր հեռախոսով ազգային ժողովի շենքից պատանդների գրավման ժամանակ։ Հետագա հետաքննությունը տևեց մոտավորապես 5 տարի, բայց այն երբեք չկարողացավ պատասխանել այս հարցերին։ Նայիրի Հունանյանն ու նրա համախոհները մեղավոր ճանաչվեցին եւ դատապարտվեցին ցմահ ազատազրկման, բայց նրանք երբեք չբացահայտեցին, թե արդյոք ունեին հովանավորներ բարձր մակարդակում։ Ալեքսան Հարությունյանի անունը, որ այն ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավար էր, տարիներ շարունակ շրջանառվում էր որպես հնարավոր կազմակերպիչ, բայց մեղադրանքը վերանում էր արդարադատության համակարգից, անբավարար ապացույցների պատճառով։ Ամեն անգամ, երբ թվում էր, որ քննչական մարմինները մոտենում են ճշմարտությանը, հանկարծ փաստաթղթերը կորչում էին, վկաները հետ էին վերցնում իրենց ցուցմունքները, իսկ նոր տվյալները չէին կարողանում անցնել դատարան։ Արդյոք Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը սպանվեցին, քանզի նրանք մերժեցին Մեղրիի վարկածը, տարածքային փոխանակումը Ադրբեջանի հետ։ Արդյոք նրանք վտանգ էին ներկայացնում օլիգարխիկ համակարգին, որը փայփայված էր նախագահական շրջանակում, թե նրանք պարզապես հայտնվեցին սխալ վայրում սխալ ժամանակի, դարձան մահացու խաղի զոհեր, որտեղ վերջնական նպատակը դեռևս անհայտ է։
Մենք չգիտենք, բայց այն ինչ մենք գիտենք սա է. 1999-ի հոկտեմբերի 27-ը սպանեց ոչ միայն 8 անձի, այլ նաև միասնություն դաշինքի պոտենցիալը, հնարավորությունը, որ Հայաստանը կարող էր ընտրել այլ ճանապարհ, ավելի կայուն, ավելի դեմոկրատական, ավելի արդար։ Եվ այսպես, երբ մենք նայում ենք հետադարձ հայելու միջոցով, երբ մենք փորձում ենք վերակառուցել այն դրամաբանությունը, որը հանգեցրեց այս ողբերգությանը, մենք պետք է հարցնենք մեզ. արդյոք կյանքը կարող էր այլ ընթացք ունենալ, եթե Կարեն Դեմիրճյանը 1998-ին չվերադառնար քաղաքականության, եթե միասնություն դաշինքը չստեղծվեր, եթե հոկտեմբերի 27-ը չլիներ։ Պատասխանը՝ գուցե։ Բայց գուցեն չբավարար է պատմություն գրելու համար, եւ մենք մնում ենք փաստերի հետ, որոնք պատմում են մի սարսափելի ճշմարտություն, երբ իշխանությունը դառնում է միանձնյա, երբ մեկ դաշինքը սպառնում է խախտել հավասարակշռությունը, երբ մարդիկ, ովքեր վերահսկում են համակարգը, վախենում են կորցնել այն, Նրանք պատրաստ են գնալ ցանկացած ծայրահեղությունների, նույնիսկ սպանության։ Երբ Ստեփան Դեմիրճյանը, Կարենի որդին, առաջին անգամ համաձայնեց խոսել տեսախցիկի առջև, 23 տարի լռությունից հետո նրա ձեռքերը դողում էին այնպես, որ հարցազրույցավարը առաջարկեց ընդհատել նկարահանումը։ Բայց Ստեփանը մերժեց, խորը շունչ քաշեց եւ սկսեց պատմել ոչ թե քաղաքական դավադրության մասին, ոչ թե հանրային դեմքերի մասին, այլ մի ընտանիքի մասին, որը 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո երբեք չկարողացավ վերականգնվել։ Նա պատմեց, թե ինչպես էր իր մայրը, Ռուզաննա Դեմիրճյանը, յուրաքանչյուր գիշեր արտանում ժամը 2-ին, գնում դեպի պատուհանը, նայում դեպի Հանրապետության հրապարակի լույսերը եւ սպասում, որ Կարենը վերադառնա տուն, թեև ողջամիտ գիտակցությունը գիտեր, որ դա անհնար է։ Նա պատմեց, թե ինչպես էր իր քույրը Արմինեն դադարել խոսել 3 ամիս շարունակ, ոչ մի բառ, միայն լռություն, որը ավելի ցավոտ էր, քան ցանկացած լացը։ Նա պատմեց, թե ինչպես էր ինքը, Ստեփանը, կորցրել հավատը մարդկանց նկատմամբ, ոչ միայն քաղաքական համակարգի նկատմամբ, այլ ամբողջ մարդկային բնության նկատմամբ։ Քանզի եթե մարդիկ կարող են սպանել նրանց, ովքեր փորձում էին օգնել, ապա ինչ իմաստ ունի հավատալը բարությանը։ Իմ հայրը սիրում էր Հայաստանը ավելի շատ, քան ինձ, ասաց Ստեփանը, եւ նրա ձայնը խեղդվեց, եւ Հայաստանը սպանեց նրան։ Սա էր այն պատումը, որը երբեք չհնչեց պաշտոնական քննության ընթացքում, երբեք չգրվեց պետական հաշվետվություններում, քանզի քննիչները հետաքրքրված էին միայն ֆիզիկական ապացույցներով, կրակոցների թիվը, զենքի տեսակը, ահաբեկիչների շարժումների ժամանակացույցը։ Բայց Ստեփան Դեմիրճյանի ցուցմունքը բացահայտում էր մի այլ չափում, մարդկային ցավը, որը չի չափվում փաստաթղթերով։ Երբ Կարեն Դեմիրճյանը զոհվեց, նրա հետ մեկտեղ մահացավ նաև մի ամբողջ ընտանիքի ապագան։ Նրա կինը, Ռուզաննան, որը ծնվել էր 1946 թվականին եւ ողջ կյանքը նվիրել էր ամուսնու աջակցությանը, դարձավ այրի 60-րդ տարիքում, երբ դեռ շատ տարիներ ուներ ապրելու համար, բայց ապրելու ում համար։ Երեխաները, Արմինեն եւ Ստեփանը, կորցրին ոչ միայն հորը, այլ նաև իրենց ինքնությունը։ Նրանք դարձան Դեմիրճյանի որդիները, մարդիկ, ում անունը միշտ կապված կմնար մի ողբերգության հետ, որին նրանք ոչ մի դես չունեին, բացի զոհի դերից։ Վազգեն Սարգսյանի ընտանիքի պատմությունը նույնքան ցավոտ էր, թեև տարբեր ձևով։ Արամ Սարգսյանը, Վազգենի եղբայրը, ով 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո մտավ քաղաքականություն, փոխարինելու իր եղբորը որպես հանրապետական կուսակցության առաջնորդ, երբեք չձգտեց դառնալ հասարակական գործիչ։ Նա էր բժիշկ, կարդիոլոգ, մարդ, ով իր կյանքը նվիրել էր մարդկանց կյանքներ փրկելուն, ոչ թե քաղաքական պայքարներին։ Բայց երբ Վազգենը զոհվեց, Արամը զգաց, որ նա պարտավոր է շարունակել եղբոր գործը, պարտավոր է գտնել պատասխանները այն հարցերին, որոնք պետությունը չցանկանում էր տալ։ 1999-ի նոյեմբերից մինչև 2000 թվականը Արամ Սարգսյանը վարեց իր անձնական հետաքննությունը, հանդիպելով վկաներին, ուսումնասիրելով փաստաթղթերը, պահանջելով արդարադատություն։ Նա հավաստիացրեց, որ հոկտեմբերի 27-ը չէր ինքնաբուխ ահաբեկչություն, այլ պլանավորված օպերացիա, որի հետևում կային ներքին ուժեր, որոնք վախենում էին Դեմիրճյան-Սարգսյան դաշինքից։ Բայց յուրաքանչյուր անգամ, երբ նա մոտենում էր ճշմարտությանը, երբ նա գտնում էր վկա, ով պատրաստ էր խոսել, հանկարծ այդ վկան կամ լռում էր, կամ հեռանում երկրից, կամ մի դեպքում մահանում էր անբացատրելի հանգամանքներում։ Ինչու է սա կարևոր։ Քանզի երբ մենք խոսում ենք քաղաքական դավադրության մասին, մենք հաճախ մոռանում ենք, որ յուրաքանչյուր քաղաքական մահ նաև մարդկային ողբերգություն է։ Յուրաքանչյուր զոհված գործիչ ուներ ընտանիք, ուներ երեխաներ, ուներ երազանքներ, որոնք չիրականացան։
Կարեն Դեմիրճյանը երազում էր տեսնել Հայաստանը դառնալու եվրոպական տիպի պետություն, ժողովրդավարական ինստիտուտներով, անկախ արդարադատությամբ, ազատ մամուլով։ Վազգեն Սարգսյանը երազում էր ստեղծել մի բանակ, որը կպաշտպանի երկիրը ոչ միայն արտաքին սպառնալիքներից, այլ նաև ներքին քայքայումից։ Այդ երազանքները մահացան հոկտեմբերի 27-ին, Եվ դրանց հետ մեկտեղ մահացավ նաև հնարավորությունը, որ Հայաստանը կարող էր ունենալ այլ պատմություն։ Իսկ հիմա պատկերացրեք, դուք եք Ռոբերտ Քոչարյան, 1999-ի հոկտեմբերի 28-ին, մեկ օր հոկտեմբերի 27-ից հետո։ Դուք նոր վերադարձել եք ազգային ժողովից, որտեղ բանակցել եք ահաբեկիչների հետ եւ ձեռք բերել եք նրանց հանձնվելու համաձայնությունը։ Ողջ երկիրը ձեզ տեսնում է որպես հերոս, մարդ, ով իր կյանքը ռիսկի տակ դրեց փրկելու պատանդներին։ Բայց միևնույն ժամանակ դուք գիտեք, որ այդ ահաբեկիչները հենց սպանեցին ձեր երկու հիմնական քաղաքական հակառակորդներին։ Մարդկանց, ովքեր մի քանի օր առաջ պլանավորում էին ձեր իմպիչմենտը, մարդկանց, ում առկայությունը սահմանափակում էր ձեր իշխանությունը։ Արդյոք դուք զգում եք ողբ, թե թեթևացում։ Արդյոք դուք մտածում եք ընտանիքների մասին, որոնք կորցրեցին իրենց սիրելիներին, թե քաղաքական հնարավորությունների մասին, որոնք հանկարծ բացվեցին ձեր առջև։ Մենք չգիտենք Ռոբերտ Քոչարյանի մտքերը, քանզի նա երբեք չի տվել մանրամասն հարցազրույց այդ գիշերվա մասին։ Երբեք չի բացահայտել իր զգացմունքները։ Բայց այն, ինչ մենք գիտենք, սա է. հոկտեմբերի 28-ից հետո Քոչարյանը դարձավ անվիճելի առաջնորդ, մարդ, ում իշխանությանը չէր կարող մարտահրավեր նետել ոչ ոք։ Նաիրի Հունանյանի դատավարությունը սկսվեց 1999-ի դեկտեմբերին եւ տևեց մինչև 2003 թվականը, ավելի քան 3 տարի, որի ընթացքում դատարանը լսեց ավելի քան 300 վկաների ցուցմունքները, ուսումնասիրեց հազարավոր էջեր փաստաթղթերի, տեսագրությունների, ձայնագրությունների, բայց ամբողջ այդ ժամանակ մի հարց մնաց անպատասխան. ինչու։ Ինչու Նաիրի Հունանյանը, մի նախկին լրագրող, ով գրել էր քաղաքական վերլուծական հոդվածներ եւ ով երբեմն քննադատել էր կառավարությանը, հանկարծ որոշեց վերցնել ինքնաձիգ եւ սպանել երկրի առաջատար գործիչներին։ Պաշտոնական պատասխանը. նա համոզված էր, որ Դեմիրճյանը եւ Սարգսյանը կոռումպացված էին, որ նրանք դավաճանում էին ազգին, որ միայն նրանց մահով կարելի էր փրկել Հայաստանը։ Բայց այս բացատրությունը թողնում է չափազանց շատ անհամապատասխանություններ։ Նաիրի Հունանյանը չէր մի պարզամիտ ֆանատիկոս։ Նա էր կրթված մարդ, ով սովորել էր Երևանի պետական համալսարանում, ով աշխատել էր պետական հեռուստաընկերությունում, ով ունեցել էր կապեր բարձրաստիճան քաղաքական շրջանակների հետ։ Նրա խումբը 6 հոգի՝ Էդիկ Գրիգորյանը, Դերենիկ Եղիազարյանը, Նշան Հոհանյանը, Վրեժ Գալստյանը, Վահագն Հովանիսյանը եւ Ասլան Եսայանը նույնպես չէին պատահական մարդիկ։ Նրանք ունեին զինվորական ներուժ, ունեին տեխնիկական կարողություններ, ունեին մուտք դեպի այնպիսի տեղեկություններ, որոնք սովորական քաղաքացիներին հասանելի չէին։ Ինչպես նրանք իմացան, թե հոկտեմբերի 27-ին ազգային ժողովի անվտանգությունը թուլացած կլինի։ Ինչպես նրանք իմացան, թե որ դռներն են անվտանգ մուտքի համար։ Ինչպես նրանք ունեցան ճշգրիտ տեղեկատվություն նիստերի ժամանակացույցի մասին։ Դատավարության ընթացքում քննիչները փորձեցին պարզել, արդյոք Հունանյանը հեռախոսազանգեր է կատարել արտաքին անձանց պատանդարության ժամանակ, եւ եթե այո, ումից հետ էր նա խոսում։ Փաստաթղթերը ցույց են տալիս, որ գոնե 6 զանգ կատարվեց, բայց ընդունող կողմի համարները երբեք չբացահայտվեցին, քանզի հեռախոսակապի արխիվները այդ օրվա համար պատահաբար կորան։ Կա արդյոք հնարավորություն, որ Նաիրի Հունանյանը եւ նրա խումբը հանդես են եկել որպես մեղավորների նահատակներ, մարդիկ, ովքեր համաձայնվել էին կատարել սպանությունը, իմանալով, որ իրենք կձերբակալվեն, բայց պաշտպանելով իրական կազմակերպիչներին։ Այս տեսությունը հավատահարկ է, բայց չհիմնավորված, քանզի Հունանյանը երբեք չի ասել այդպիսի ինչ-որ բան։ Նա վճռականապես պնդում էր դատավարության ողջ ընթացքում, որ գործել է ինքնուրույն, որ ոչ ոք չի օգնել իրեն, որ այս էր նրա անձնական որոշումը՝ փրկել Հայաստանը։ Բայց նրա պաշտպան, փաստաբան Համլետ Սարգսյանը մի հարցազրույցում տարիներ անց ասաց. «Իմ հաճախորդը պահպանում էր լռություն ոչ թե իր հաշվին, այլ ուրիշների հաշվին։ Նա գիտեր, որ եթե խոսի ամբողջ ճշմարտությունը, ապա նրա ընտանիքը վտանգի կհանդիպի։ Ես խնդրեցի նրան տալ անուններ, բայց նա հրաժարվեց։ Նա ընտրեց ցմահ ազատազրկումը փոխարեն ընտանիքի անվտանգության։ Արդյոք սա է ճշմարտությունը։ Մենք չգիտենք։ Բայց այն, ինչ մենք գիտենք, սա է. 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանը մտավ մի նոր դարաշրջան, որտեղ քաղաքական մրցակցությունը փոխարինվեց մենաշնորհով, որտեղ իշխանությունը կենտրոնացավ մի նեղ շրջանակում, որտեղ բարձրաձայն քննադատությունը դարձավ վտանգավոր զբաղմունք։
Հոկտեմբերի 27-ը ոչ միայն սպանեց մարդկանց, այլ նաև սպանեց հույսը, որ Հայաստանը կարող էր դառնալ ժողովրդավարական երկիր։ Ինչու նրանք միասին էին այդքան վտանգավոր, այն երկուսը՝ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը։ Եթե ուզում եք հասկանալ, թե ինչու միասնություն դաշինքը ընկալվում էր որպես գոյատևական սպառնալիք, պետք է նախ հասկանալ, թե ինչ էր ներկայացնում հայկական իշխանական համակարգը 1990-րդ տարիների վերջում։ Սա չէր ժողովրդավարություն այն իմաստով, որ արևմտյան երկրները հասկանում են այդ հասկացությունը։ Սա էր անցումային համակարգ, որտեղ ֆորմալ ինստիտուտները՝ նախագահ, խորհրդարան, կառավարություն, գոյություն ունեին, բայց իրական իշխանությունը պատկանում էր ոչ ֆորմալ ցանցերի, կլանների, օլիգարխիկ խմբերի։ Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց 1998 թվականին եւ Ռոբերտ Քոչարյանը ընտրվեց նախագահ, մի նոր կազմակերպված խումբ վերցրեց վերահսկողությունը երկրի տնտեսության եւ քաղաքականության նկատմամբ։ Այս խումբը ներառում էր ռազմական գործիչների, Ղարաբաղից տեղափոխված էլիտայի, նոր հարուստների, ովքեր հարստացել էին սեփականաշնորհման ընթացքում, գնելով պետական ձեռնարկությունները խիստ ցածր գներով։ Նրանք վերահսկում էին էներգետիկան, հանքարդյունաբերությունը, ունը, սննդի ներմուծումը, շինարարությունը։ Յուրաքանչյուր հսկայական գործարք պահանջում էր նրանց հաստատումը, յուրաքանչյուր խոշոր ներդրում անցնում էր նրանց ձեռքերով, եւ դրա դիմաց նրանք վերցնում էին իրենց տոկոսը։ Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը ներկայացնում էին մի այլ մոդել՝ պետական վերահսկողություն, կարգավորում, թափանցիկություն։ Դեմիրճյանը, որպես ազգային ժողովի նախագահ, սկսեց պահանջել ֆինանսական հաշվետվություններ բոլոր պետական ձեռնարկություններից, ցանկանում էր տեսնել ինչպես են ծախսվում բյուջետային գումարները, ինչու են մի շարք ընկերություններ ստանում հատուկ արտոնություններ, մինչդեռ ուրիշներն անտեսվում են։ Վազգեն Սարգսյանը, որպես վարչապետ, ստեղծեց հատուկ աուդիտորական հանձնաժողով, ուսումնասիրելու սեփականաշնորհման ընթացքը վերջին 5 տարիների համար։ Ուզում էր պարզել, արդյոք օրինական էին այն գործարքները, որոնցով մի շարք մարդիկ դարձան միլիոնատերեր մի քանի ամսում։ Երկուսն էլ պնդում էին, որ Հայաստանը պետք է դառնա իրավական պետություն, որտեղ օրենքը վեր է անհատներից, որտեղ ոչ ոք չունի արտոնություններ, որտեղ արդարադատությունը անկախ է քաղաքական ճնշումներից։ Այս փիլիսոփայությունը ուղղակիորեն մարտահրավեր էր նետում օլիգարխիկ համակարգին։ Եթե Դեմիրճյանը եւ Սարգսյանը հաջողեին իրականացնել իրենց ծրագիրը, բազմաթիվ մարդիկ, ովքեր հարստացել էին անօրինական ճանապարհներով, կկորցնեին իրենց հարստությունը, իրենց ազդեցությունը, հնարավոր է նույնիսկ կկրեին քրեական պատասխանատվություն։ Սա չէր տեսական սպառնալիք, այլ շատ իրական վտանգ, քանզի Վազգեն Սարգսյանը ուներ համառությունը եւ ռեսուրսները, որպեսզի իրագործի այս բարեփոխումները։ Նա վերահսկում էր բանակը, նրա հետևից գնում էր պաշտպանության նախարարությունը, նա ուներ ծայրահեղ բարձր հեղինակություն վետերանների շրջանում, ովքեր կազմում էին նրա հիմնական ընտրատարածքը։ Դեմիրճյանը մյուս կողմից վերահսկում էր խորհրդարանը, նրա հետևից գնում էր Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, որը խոշորագույն ընտրատարածք ուներ գյուղական շրջաններում, այնտեղ, որտեղ մարդիկ դեռևս հիշում էին սովետական ոսկե տարիները եւ կարոտում էին այդ կայունությունը։ Միասին նրանք ներկայացնում էին անհաղթահարելի ուժ։ Առանձին նրանցից յուրաքանչյուրը կարող էր շեղվել, շանտաժվել, մեկուսացվել, բայց միասնություն դաշինքի շրջանակում նրանք ստեղծում էին մի նոր քաղաքական բևեռ, որը չէր ենթարկվում ոչ նախագահական, ոչ օլիգարխիկ իշխանությանը։ Սա էր լեգիտիմությունը։ Դեմիրճյանի խորհրդարանական մանդատը զուգակցված ուժի հետ, Սարգսյանի ռազմական հեղինակությունը։ Երկրի պատմությունը ցույց է տվել, որ երբ լեգիտիմությունն ու ուժը միավորվում են, նրանք անդառնալի են։ Եվ հենց այս միավորումը, հենց այս կատարյալ համադրությունը դարձավ նրանց մահվան պատճառը։ 1999-ի սեպտեմբերի 30-ին, երբ ազգային ժողովը քվեարկեց վարչապետի առաջարկած բյուջեի փոփոխությունների օգտին, մի փոփոխություն, որը նվազեցնում էր պաշտպանության ծախսերը եւ ավելացնում կրթության եւ առողջապահության ֆինանսավորումը, Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց ստորագրել այդ օրենքը։ Սա էր սահմանադրական ճգնաժամ, քանզի ըստ Հայաստանի սահմանադրության նախագահը կարող է մերժել օրենքը միայն մեկ անգամ, իսկ եթե խորհրդարանը նորից քվեարկի նույն տեքստի օգտին, նախագահը պարտավոր է ստորագրել։ Բայց Քոչարյանը հայտարարեց, որ նա չի ստորագրի, անկախ նրանից, թե քանի անգամ խորհրդարանը կրկնի քվեարկությունը։ Սա էր բացահայտ սահմանադրական խախտում, եւ Դեմիրճյանը, որպես խորհրդարանի նախագահ, պարտավոր էր արձագանքել։ Նա հրավիրեց արտահերթ նիստ 1999-ի հոկտեմբերի 5-ին, որտեղ քննարկվեց հարցը, ինչպես վարվել նախագահի հետ, ով ուղղակիորեն խախտում է օրենքը։ Քննարկության ընթացքում մի քանի պատգամավորներ բարձրաձայնեցին իմպիչմենտի հնարավորությունը։
Այս բառը impeachment դարձավ շրջանառության մեջ եւ նախագահական շրջանակը սարսափով արձագանքեց։ Բայց արդյոք Դեմիսճյանը եւ Սարգսյանը իսկապես պլանավորում էին impeachment, թե դա էր միայն սպառնալիք, բանակցության գործիք։ Մենք չունենք վերջնական ապացույց, բայց գոյություն ունեն մի քանի վկայություններ, որոնք ցույց են տալիս, որ այո, նրանք լուրջ էին քննարկում այդ հնարավորությունը։ Վահագն Խաչատրյանը, հանրապետական կուսակցության անդամ, ով մասնակցել էր այդ նիստերին, ասել է հետագայում. Վազգենը հավատում էր, որ Քոչարյանը դավաճանում է ազգին, պատրաստվելով զիջումների արտաքին քաղաքականության մեջ։ Նա ասում էր, որ եթե մենք չկանգնեցնենք նրան հիմա, ապա վաղը կարող է արդեն ուշ լինել։ Ստեփան Դեմիրճյանը նույնպես հաստատել է, որ իր հայրը Կարենը քննարկում էր իմպիչմենտի իրավական ընթացակարգը սահմանադրական իրավաբանների հետ, պարզելու թե արդյոք հնարավոր է այն իրականացնել առանց քաղաքացիական հակամարտության ռիսկի։ Բայց իմպիչմենտը պահանջում էր ոչ միայն խորհրդարանական մեծամասնություն, այլ նաև հանրային աջակցություն։ Եվ հենց այստեղ է, որ միասնություն դաշինքը առավելություն ուներ։ 1999-ի հոկտեմբերի սկզբին մի շարք հանրային հարցումներ ցույց են տվել, որ Դեմիրճյանի վարկանիշը կազմում էր մոտավորապես 64%, Սարգսյանինը 56%, մինչդեռ Քոչարյանինը միայն 38%։ Սա նշանակում էր, որ եթե խորհրդարանը որոշեր իմպիչմենտի անցնել, ժողովուրդը հավանաբար կաջակցեր այդ որոշմանը։ Քոչարյանը կմնար առանց իշխանության, առանց լեգիտիմության, հնարավոր է նույնիսկ առանց ազատության։ Եթե քրեական մեղադրանքներ ներկայացվեին նրա դեմ, կարող էր արդյոք նախագահական շրջանակը թույլ տալ, որ դա տեղի ունենա։ Կա մի փոքրիկ կոնկրետ դետալ, որը հազվադեպ է նշվում պաշտոնական քննության հաշվետվություններում, բայց որը կարծես թե բացահայտում է ամբողջ ճշմարտությունը։ 1999-ի հոկտեմբերի 26-ին, մեկ օր հոկտեմբերի 27-ից առաջ, Ստեփան Դեմիրճյանը հեռախոսազանգ ստացավ անծանոթ համարից։ Զանգողը չներկայացավ, բայց նրա ձայնը խոստացավ, լուրջ էր, ուղղակի։ Վաղը ձեր հայրը չպետք է գնա ազգային ժողով։ Ասացեք նրան, որ հիվանդ է։ Ասացեք, որ տաքություն ունի։ Ասացեք ցանկացած բան, բայց մի թողեք նրան գնալ։ Ստեփանը հարցրեց. «Ով է դուք, ինչու եք ասում սա»։ Բայց զանգողը կտրեց կապը։ Ստեփանը փորձեց հետ զանգել, բայց համարը անհասանելի էր։ Նա մտածեց. արդյոք սա էր սպառնալիք, թե նախազգուշացում, եւ վերջապես որոշեց ոչինչ չասել իր հորը, քանզի վախենում էր, որ Կարենը կմտածի, թե սա փորձ է նրան վախեցմել, իսկ Դեմիրճյանը երբեք չէր հանձնվում սպառնալիքներին։ Բայց հետագայում, երբ ամեն ինչ արդեն տեղի ունեցավ, Ստեփանը հազարավոր անգամ զղջաց իր որոշման համար։ Եթե նա ասեր, եթե Կարենը լսեր, եթե նա մի օր մնար տանը, գուցե ամեն ինչ այլ կերպ կընթանար։ Բայց պատմությունը չի ճանաչում եթեները։ Պատմությունը գրվում է փաստերով, եւ փաստերն ասում են, որ 1999-ի հոկտեմբերի 27-ին ժամը 17:15-ին 8:15-ին 8 մարդ զոհվեց, իսկ Հայաստանը մտավ մի մութ դարաշրջան, որտեղ ժողովրդավարությունը փոխարինվեց ավտորիտարիզմով, օրենքը ուժով, հույսը հուսահատությամբ։ Արդյոք կարող էր Կարեն Դեմիրճյանը փրկել Հայաստանը, եթե նա ապրեր։ Արդյոք միասնություն դաշինքը կարող էր իրականացնել իր խոստումները։ Մենք երբեք չենք իմանա։ Բայց այն, ինչ մենք գիտենք, սա է. նրանց մահը եղավ ազգային ողբերգություն, որը վերափոխեց Հայաստանի ապագան, որը փակեց մի հնարավոր ճանապարհ եւ բացեց մեկ ուրիշը, ճանապարհ, որը տարավ դեպի 2 տասնամյակ նույն ընտանիքների իշխանություն, դեպի հսկայական կոռուպցիա, դեպի արտագաղթի ալիք, որը հեռացրեց ավելի քան 1 միլիոն հայ երիտասարդ Հայաստանից։ Եվ երբ մենք մտածում ենք այդ ողբերգության մասին, երբ մենք փորձում ենք հասկանալ ինչու, մեր մտքերում մշտապես ներկա է մեկ հարց, որին երբեք չենք ստանա համոզիչ պատասխան։ Ո՞վ է իսկապես պատասխանատու հոկտեմբերի 27-ի համար։ Ո՞վ է տվել հրամանը։ Եվ ամենակարևորը, արդյոք երբևէ արդարադատությունը կիրականացվի։ Երբ Կարեն Դեմիրճյանը նշանակվեց Հայկական կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար 1974-ին, նրա մարմինը դեռ ուներ երիտասարդի արագությունը, 54 տարեկան, բայց արդեն սկսել էր ծերացումը, որը 14 տարի իշխանության մեջ արագացրեց անսպասելի կերպով։ Նրա մազերը, որոնք երիտասարդության ժամանակ եղել են սև ու փայլուն, դարձան գորշ արդեն 48 տարեկանում, ավելի վաղ, քան բժիշկները կպատկերացնեին նորմալ համար։ Երբ նա հեռացավ իշխանությունից 1988-ին, նա տեսնվում էր որպես 100 տարեկան ծերումի, մարմին, որը խնայողաբար խոնարհված էր, աչքեր, որոնք կորցրել էին իրենց նախկին պայծառությունը, քայլվածք, որը դարձել էր դանդաղ, զգույշ, կասկածելի։ Վերադարձած քաղաքականություն 1998-ին, 65 տարեկանում, նա փորձեց վերականգնել այդ կորած էներգիան, բայց մարմինը չէր ների։
Բժիշկները նշանակել էին նրան ճնշման դեղամիջոցներ, քանզի նրա արյան ճնշումը հաճախ բարձրանում էր դեպի մի 169/10, 105, վտանգավոր մակարդակ։ Նրա սիրտը, որը տարիներ շարունակ կրել էր քաղաքական լարվածության ծանրությունը, սկսել էր ձախողվել։ Արհիմիա, անկանոն զարկեր, որոնք երբեմն այնքան ուժեղ էին, որ նա ստիպված էր կանգնել փողոցում, ձեռքը դնել կրծքավանդակի վրա, վսպասել, մինչև ռիթմը նորմալանա։ Բայց դա ոչ ոք չգիտեր, քանզի Դեմիրճյանը երբեք չբողոքեց, երբեք չցույց տվեց իր ֆիզիկական տառապանքը։ Նա շարունակում էր աշխատել 12 ժամ օրը, շարունակում էր ներկայանալ ազգային ժողովի յուրաքանչյուր նիստին, շարունակում էր հանդիպումներ անցկացնել պատգամավորների, լրագրողների, քաղաքացիների հետ։ Բայց նրա մոտակա աշխատակիցները նկատում էին փոփոխությունները։ Նաիրա Զոհրաբյանը, ով աշխատում էր նրա քարտուղար 1999-ին, հիշում է. «Երբեմն, երբ նա նստած էր իր աշխատասենյակում մենակ, ես տեսնում էի, թե ինչպես է նա մի ձեռքը դնում դեմքի վրա, փակում աչքերը, եւ ես գիտեի, որ նրան ցավում է գլուխը։ Բայց երբ մտնում էր որևէ մեկը, նա անմիջապես ուղղվում էր, ժպտում եւ այնպես վարվում, կարծես ոչինչ չէր պատահել»։ Սա էր իշխանության ֆիզիոլոգիան։ Երբ մարմինը տառապում է, բայց դեմքը պետք է մնա անթափանց, քանզի թուլությունը քաղաքականության մեջ ընկալվում է որպես պարտություն։ Վազգեն Սարգսյանի հետ ֆիզիկական վերափոխումը եղավ այլ բնույթի։ Նա եկավ Ղարաբաղյան պատերազմից 46 տարեկան, մարմին, որը պատրաստվել էր զինվորական ծառայության համար, բայց արդեն կրում էր վիրավորումների հետքերը։ Նրա աջ ուսը, որը վնասվել էր մի պայթյունից 1992-ին, երբեք լիովին չբուժվեց, պահպանելով ցավ, որը սրվում էր ձմռանը եւ խոնավ եղանակին։ Նրա քայլվածքը, որը երբեմն թեթևակի կաղացող էր, ոտքի վնասվածության հետևանք, դարձավ նշան, որը ամբողջ երկիրը ճանաչեց։ Բայց Սարգսյանը, ինչպես Դեմիրճյանը, չթույլատրեց, որ ֆիզիկական թուլությունը սահմանափակի նրան։ Նա շարունակում էր մարզվել յուրաքանչյուր առավոտ, վազք, մարմնամարզություն, թեև բժիշկները խորհուրդ էին տվել խուսափել ծանր ֆիզիկական բեռից։ Նրա անձնական բժիշկը Արմեն Չիլինգարյանը հիշում է. «Ես նրան ասում էի, թե ձեր սիրտը չի կարող տանել այսքան լարվածությունը, բայց նա միշտ պատասխանում էր. եթե ես դադարեցնեմ շարժումը, ես կմեռնեմ։ Եվ նա հավատում էր դրան։ Նա համոզված էր, որ միայն անընդհատ ակտիվությունը պահում է նրան կենդանի»։ Բայց 1999-ի հոկտեմբերի սկզբին, երբ քաղաքական լարվածությունը հասավ ծայրահեղության, երկու մարդկանց մարմիններն սկսեցին արձագանքել ստրեսին կերպով, որը չէր կարելի անտեսել։ Դեմիրճյանը կորցրեց 3 կիլոգրամ մեկ ամսում։ Ընդունելություններում նա ուտում էր շատ քիչ, քանզի նյարդայնությունը հանում էր ախորժակը։ Նրա քունը կրճատվեց մինչև 4 ժամ գիշերը։ Նա արթնանում էր ժամը 3-ին առավոտյան, անընդհատ մտածելով իմպիչմենտի հարցի մասին, Քոչարյանի հնարավոր պատասխանի մասին, այն բոլոր սցենարների մասին, որոնք կարող էին տեղի ունենալ։ Սարգսյանը, մյուս կողմից, դարձավ ավելի դիմացկուն, ավելի լարված, ավելի մոլեգնորեն աշխատող։ Նա չէր մեկնում իր գրասենյակից մինչև կեսգիշեր։ Նա պահանջում էր հաշվետվություններ բոլոր նախարարություններից։ Նա անձամբ վերահսկում էր յուրաքանչյուր մեծ ծախսի հաստատումը։ Նրա աշխատակիցները նշում էին, որ նրա աչքերի տակ հայտնվեցին մութ շրջաններ։ Նրա ձայնը դարձավ ավելի կոշտ, ավելի պահանջկոտ, ավելի անհանդուրժող։ Սա էր իշխանության ֆիզիկական գինը։ Երկու մարդիկ, ովքեր փորձում էին փոխել մի ամբողջ համակարգը, տեսնում էին, թե ինչպես է իրենց սեփական մարմինը քայքայվում այդ ճիգի տակ։ Եվ երկուսն էլ գիտեին, թեև չէին ասում բարձրաձայն, որ այս տեմպով նրանք չեն կարող շարունակել երկար։ Բայց նրանք նաև գիտեին, որ եթե դադարեն հիմա, ամեն ինչ, ինչի համար նրանք պայքարել էին, կփլվի։ Արդյոք նրանց մարմինները նախազգուշացնում էին նրանց, որ ինչ-որ սարսափելի բան մոտենում է։ Արդյոք ֆիզիկական տառապանքը էր նշան, որ վտանգը գալիս է։ Մենք չգիտենք։ Բայց այն, ինչ մենք գիտենք, սա է. 1999-ի հոկտեմբերի 26-ին, երբ Ստեփան Դեմիրճյանը ստացավ այդ անծանոթ զանգը, երբ ինչ-որ մեկը փորձեց նախազգուշացնել, թե հետևյալ օրը բան մի գնա ազգային ժողով, Կարեն Դեմիրճյանի մարմինը արդեն սպառված էր։ Նրա սիրտը արդեն ուժասպառ էր։ Նրա նյարդերը արդեն իրենց սահմանին էին։ Եվ գուցե եթե նա լսեր այդ զանգը, եթե նա մնար տանը, նրա մարմինը կսստանար 1 օր հանգիստ, 1 օր, որը կարող էր փրկել նրա կյանքը։ Բայց պատմությունը ասում է հակառակը։ Կարեն Դեմիրճյանի անձնական արխիվը, որը պահվում էր նրա տանը Երևանի Տենտրոն թաղամասում, 5 սենյականոց բնակարանի փոքրիկ ուսումնասիրական սենյակում, պարունակում էր ավելի քան 2000 փաստաթուղթ։ Դրանք էին նամակներ, հուշագրեր, նոթեր, լուսանկարներ, ամբողջ կյանքի ժամանակագրություն,
որը սկսվում էր 1939-ից եւ ավարտվում 1999-ով։ Երբ 1999-ի հոկտեմբերի 28-ին քննիչները եկան Դեմիրճյանի տուն, հավաքելու ապացույցներ հնարավոր քաղաքական դավադրության մասին, նրանք պահանջեցին մուտք դեպի այդ արխիվը։ Ռուզաննա Դեմիրճյանը, որը դեռևս շոկի մեջ էր իր ամուսնու մահից, համաձայնեց։ Քննիչները տարան 17 տուփ փաստաթղթեր, խոստանալով վերադարձնել դրանք 2 շաբաթվա ընթացքում, երբ կավարտվի ուսումնասիրությունը։ Բայց 2 շաբաթ անցավ, հետո 2 ամիս, հետո 6 ամիս, եւ փաստաթղթերը երբեք չվերադարձան։ Ստեփան Դեմիրճյանը, որը փորձում էր վերականգնել հոր կենսագրությունը, բազմիցս դիմեց քննչական մարմիններին, պահանջելով փաստաթղթերը։ Նրան ասացին, որ դրանք կորել են, թե պատահաբար ոչնչացվել են, թե անհայտ կերպով անհետացել են ընթացիկ պահեստներից։ Ստեփանը չհավատաց։ Նա գիտեր, որ այդ փաստաթղթերի մեջ կային նամակներ Դեմիրճյանի եւ Սարգսյանի միջև, որտեղ նրանք քննարկում էին քաղաքական ռազմավարությունները։ Կային հուշագրեր Դեմիրճյանի եւ մի շարք արտասահմանյան դիվանագետների միջև, որտեղ քննարկվում էր Ղարաբաղի հարցը։ Կային նամակներ, որտեղ Դեմիրճյանը գրում էր իր մտավախություններն իշխանության կենտրոնացման, կոռուպցիայի, անարդարության մասին։ Այդ փաստաթղթերը կարող էին լույս սփռել հենց այն հարցերի վրա, որոնք պաշտոնական քննությունը խուսափում էր քննարկել։ Բայց դրանք կորան, եւ դրանց հետ կորավ մեծ մասը ճշմարտության, որը մենք երբեք չենք իմանա։ Ստեփան Դեմիրճյանը, որը փորձում էր վերականգնել հոր կենսագրությունը, բազմիցս դիմեց քննչական մարմիններին, պահանջելով փաստաթղթերը։ Նրան ասացին, որ դրանք կորել են, թե պատահաբար ոչնչացվել են, թե անհայտ կերպով անհետացել են ընթացիկ պահեստներից։ Ստեփանը չհավատաց։ Նա գիտեր, որ այդ փաստաթղթերի մեջ կային նամակներ Դեմիրճյանի եւ Սարգսյանի միջև, հուշագրեր արտասահմանյան դիվանագետների հետ, գաղտնի ձայնագրություններ, այնն ամենը, ինչը կարող էր լույս սփռել իսկական դավադրության վրա։ Բայց դրանք կորան։ Եվ դրանց հետ կորավ մեծ մասը ճշմարտության, որը մենք երբեք չենք իմանա։ Արամ Սարգսյանը, Վազգենի եղբայրը, պնդեց, որ այդ փաստաթղթերը միտումնավոր ոչնչացվել են, քանզի դրանք կարող էին բացահայտել իսկական դավադրությունը։ Նա գնաց դատարան, պահանջելով քննություն այն անձանց դեմ, ովքեր պատասխանատու էին փաստաթղթերի անվտանգության համար։ Բայց դատական համակարգը մերժեց նրա պահանջը, պատճառաբանելով, որ անբավարար ապացույցներ կան, որ ապացուցեն միտումնավոր ոչնչացում։ Արամը չդադարեց։ Նա վարձեց մասնավոր հետաքննիչներ, ովքեր փորձեցին վերականգնել այն տեղեկությունները, որոնք պարունակվում էին կորած փաստաթղթերում, հարցաքննելով Սարգսյանի աշխատակիցներին, վերլուծելով հետագծերը, որոնք մնացել էին արխիվներում։ Բայց յուրաքանչյուր անգամ, երբ նրանք մոտենում էին կարևոր տեղեկության, հանկարծ վկան կամ հրաժարվում էր խոսել, կամ մեկնում էր երկրից, կամ երկու դեպքերում մահանում էր անբացատրելի հանգամանքներով։ Ինչու այսքան ջանք թաքցնելու ճշմարտությունը։ Ինչու այդ փաստաթղթերը պետք է անհետանային, եթե հոկտեմբերի 27-ը իսկապես էր ինքնաբուխ ահաբեկչություն, եթե Նաիրի Հունանյանը եւ նրա խումբը գործել էին ինքնուրույն, եթե ոչ մի մեծ դավադրություն չկար։ Պատասխանը պարզ է։ Քանզի այդ փաստաթղթերը կբացահայտեին, որ դավադրությունը կար, որ այն պլանավորվել էր բարձր մակարդակներում, որ ահաբեկիչները եղել են միայն գործիքներ, ավելի մեծ ուժերի ձեռքում։ 1999-ի նոյեմբերին, երբ Հայաստանի ազգային արխիվը փորձեց հավաքել բոլոր պաշտոնական փաստաթղթերը հոկտեմբերի 27-ի մասին ապագա պատմաբանների համար, նրանք հայտնաբերեցին, որ ազգային ժողովի ներքին արխիվներից բացակայում են 296 էջ։ Այդ էջերը պարունակում էին հանդիպումների արձանագրությունները, որտեղ քննարկվել էր իմպիչմենտի հնարավորությունը։ Պարունակում էին պատգամավորների ձայնագրությունները, որտեղ նրանք բացահայտ խոսել էին Քոչարյանի դեմ։ Պարունակում էին նաև մի շարք նամակներ արտաքին դիվանագետներից, որտեղ նրանք նախազգուշացրել էին, որ միասնություն դաշինքի եւ նախագահի միջև լարվածությունը կարող է հանգեցնել անկայուն իրավիճակի։ Բոլոր այդ փաստաթղթերը կորել։ 1999-ի նոյեմբերին Հայաստանի ազգային արխիվը փորձեց հավաքել բոլոր պաշտոնական փաստաթղթերը հոկտեմբերի 27-ի մասին ապագա պատմաբանների համար։ Բայց հայտնաբերվեց, որ ազգային ժողովի ներքին արխիվներից բացակայում են 296 էջ, հանդիպումների արձանագրություններ, իմպիչմենտի քննարկումների մասին, պատգամավորների ձայնագրություններ Քոչարյանի դեմ, արտաքին դիվանագետների նախազգուշական նամակներ։ Բոլորը կորել։ Ով կարող էր մուտք ունենալ այդ արխիվներ։ Միայն անձինք բարձր անվտանգային մակարդակով։ Միայն անձինք, ովքեր գիտեին, որ էջերն են վտանգավոր։ Միայն անձինք, ովքեր ուզում էին, որ պատմությունը գրվի այնպես, ինչպես իրենք են ուզում։
Եվ այսպես, արխիվները, որոնք պետք է լինեին ապացույցների հիմնական աղբյուրը, դարձան մեծ ծակով, բացակայությամբ, որը բղավում է իր ներկայությամբ։ Երբ պատմաբանները փորձում են վերականգնել հոկտեմբերի 27-ի ճշմարտությունը, նրանք հայտնաբերում են, որ ամենակարևոր փաստաթղթերը բացակայում են, եւ այդ բացակայությունը ինքնին հարց է, որին պետք է պատասխանել։ Ինչու է պետությունը, որը պնդում է, որ ցանկանում է ճշմարտություն, միաժամանակ թաքցնում ապացույցները։ Ինչու են քննիչները, ովքեր պնդում են, որ փնտրում են պատասխաններ, միաժամանակ ոչնչացնում հենց այն փաստաթղթերը, որոնք կարող են տալ այդ պատասխանները։ Մենք չգիտենք, բայց մենք կասկածում ենք։ Եվ այդ կասկածը բավական է, որպեսզի հարցադրենք բոլոր պաշտոնական պատմությունները, բոլոր պաշտոնական բացատրությունները, բոլոր պաշտոնական եզրակացությունները։ 1999-ի հոկտեմբերի 28-ից հետո, երբ ամբողջ երկիրը դեռևս ողբում էր 8 զոհվածների համար, երբ հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ, պահանջելով արդարադատություն, երբ թվում էր, որ ազգը միավորվել է ցավի մեջ, հանկարծ սկսեցին հայտնվել երևույթներ, որոնք թելադրում էին, որ ինչ-որ մեկը պատրաստվում էր օգտվել այդ ողբերգությունից, ամրապնդելու իր իշխանությունը։ 1999-ի նոյեմբերի 2-ին, ընդամենը 6 օր ողբերգությունից հետո, Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ նա ստեղծում է նոր կառավարություն, նշանակելով Արամ Սարգսյանին, Վազգենի եղբորը, որպես ժամանակավոր վարչապետ։ Այս նշանակումը թվաց որպես շարեզշարունակականություն, որպես հարգանք Սարգսյանի ժառանգության հանդեպ, բայց իրականում Արամ Սարգսյանը չուներ իր եղբոր քաղաքական հմտությունները, չուներ նրա ռազմավարական մտածողությունը, չուներ նրա ազդեցությունը բնաբանակի եւ երկրապահի վրա։ Նա էր բժիշկ, ոչ քաղաքական գործիչ, եւ նրա նշանակումը նշանակում էր, որ իրական իշխանությունը մնում էր նախագահի ձեռքում։ Հանրապետական կուսակցությունը, որը կորցրել էր իր առաջնորդին, սկսեց քայքայվել։ Վազգեն Սարգսյանը եղել էր կուսակցության միավորող ուժը, մարդը, ում հեղինակությունը անվիճելի էր, ում հրամանները կատարվում էին առանց հարցադրումների։ Նրա մահից հետո կուսակցության ներսում սկսվեցին ֆրակցիոն պայքարներ, ով պետք է ղեկավարի, ով պետք է ներկայացնի կուսակցությունը, ով պետք է որոշի ապագա ռազմավարությունը։ Արամ Սարգսյանը, թեև ժամանակավորապես ղեկավարում էր կուսակցությունը, չուներ համախոհների վստահությունը։ 1999-ի դեկտեմբերին, 2 ամիս Վազգենի մահից հետո, Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես բաժանվեց 3 ֆրակցիաների։ Յուրաքանչյուրը պնդում էր, որ ներկայացնում է Սարգսյանի իսկական ժառանգությունը, բայց իրականում բոլորը պայքարում էին իրենց սեփական իշխանության համար։ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, որը կորցրել էր իր հիմնադիրին Կարեն Դեմիրճյանին, հայտնվեց նույնպիսի վիճակում։ Կուսակցությունը փորձեց շարունակել առանց Դեմիրճյանի, բայց նրա բացակայությունը անլցելի էր։ Նա եղել էր ոչ միայն առաջնորդը, այլ նաև սիմվոլը, անձը, ում անունը մարմնավորում էր կայունության եւ արդարության երազանքները։ Առանց նրա կուսակցությունը դարձավ ընդամենը մի քաղաքական կազմակերպություն, առանց հոգու, առանց տեսլականի, առանց այն մագնետիզմի, որը նախկինում ներգրավում էր միլիոնավոր ընտրողների։ 2003 թվականի խորհրդարանական ընտրություններում Հայաստանի ժողովրդական կուսակցությունը ստացավ միայն 12% ձայների, կրճատում 1999-ի 41%-ից։ Սա էր կործանում, անկում, որից կուսակցությունը երբեք չվերականգնվեց։ Եվ ինչով էր այս կործանումը օգտակար։ Ում համար էր ձեռնտու, որ միասնություն դաշինքը քայքայվեր, որ Հանրապետական կուսակցությունն ու Հայաստանի ժողովրդական կուսակցությունը դառնային անուժ ուժեր, որոնք չեն կարող մարտահրավեր նետել նախագահական իշխանությանը։ Պատասխանը ակնհայտ է՝ Ռոբերտ Քոչարյանին։ Հոկտեմբերի 27-ից հետո նախագահի իշխանությունը դարձավ բացարձակ։ Նա այլևս չուներ հակակշիռ խորհրդարանում, այլևս չուներ ուժեղ վարչապետ, ով կարող էր մարտահրավեր նետել նրա որոշումներին։ Նա վերահսկում էր կառավարությունը, վերահսկում էր խորհրդարանը, վերահսկում էր արդարադատությունը։ Նա դարձավ անվիճելի առաջնորդ, եւ այդ անվիճելիությունը պահպանվեց հաջորդ 10 տարիներ, մինչև 1208-ը, երբ նա հեռացավ նախագահական պաշտոնից, բայց ոչ իշխանությունից։ Cui bono. Ում էր օգուտը։ Լատիներենից թարգմանված ով օգտվեց։ Սա է հարցը, որին քրեական հետաքննությունը պետք է միշտ սկսի, երբ փնտրում է դավադրության կազմակերպիչներին։ Եվ երբ մենք հարցնում ենք, ով օգտվեց Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի մահից, պատասխանը անխուսափելիորեն մատնանշում է մեկ մարդուն՝ Ռոբերտ Քոչարյանին։ Նա էր միակ անձը, ով ստացավ բացարձակ իշխանություն հոկտեմբերի 27-ից հետո։ Նա էր միակ անձը, ով խուսափեց իմպիչմենտից, որը սպառնում էր նրան։ Նա էր միակ անձը, ով կարողացավ ստեղծել իր սեփական քաղաքական համակարգը, առանց մրցակիցների, առանց մարտահրավերների, առանց հակակշիռների։ Սա չի նշանակում, որ Քոչարյանը անձամբ պլանավորել է հոկտեմբերի 27-ը,
Մենք չունենք ուղղակի ապացույցներ, որոնք կապեն նրան Նաիրի Հունանյանի հետ։ Չունենք փաստաթղթեր, որոնք ցույց կտան, որ նա տվել է հրաման սպանության համար։ Բայց այն, ինչ մենք ունենք, սա է. լայն ցանց հանգամանքների, որոնք ցույց են տալիս, որ նրա շրջապատը, նրա մոտ գործիչները, նրա շահագրգիռ օլիգարխները, բոլորը ուներ պատճառ ցանկանալ միասնություն դաշինքի վերացումը։ Եվ երբ դավադրությունը տեղի ունեցավ, Քոչարյանը չփորձեց խորը հետաքննություն, չպահանջեց բացահայտել բոլոր փաստերը, չանեց այն, ինչ մի իսկական առաջնորդ պետք է անի, գտնել իսկական մեղավորներին։ Փոխարենը նա շարունակեց իր իշխանությունը, շարունակեց իր համակարգը, շարունակեց այնպես, կարծես հոկտեմբերի 27-ը եղել էր պարզապես դժբախտ դեպք, ոչ թե պլանավորված սպանություն։ Արդյոք Ռոբերտ Քոչարյանը մեղավոր է Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի մահում։ Մենք չենք կարող համոզիչ ասել այո, քանզի չկան բավարար ապացույցներ դատարանում ապացուցելու համար, բայց մենք կարող ենք ասել, նա եղավ գլխավոր շահառուն, մարդը, ով ամենից շատն օգտվեց այդ ողբերգությունից, եւ հենց այդ փաստը բավական է, որպեսզի մենք շարունակենք հարցնել, ինչ իմանում էր նա, երբ իմանում էր, եւ ամենակարևորը, ինչու նա երբեք չպահանջեց ամբողջական ճշմարտությունը։ 1999-ի հոկտեմբերի 27-ի երեկոյան, երբ Նաիրի Հունանյանը եւ նրա խումբը դեռևս պահում էին պատանդներ ազգային ժողովի շենքում, երբ Հայաստանի բոլոր հեռուստաալիքները անընդհատ հեռարձակում էին տեսանյութեր դահլիճից, երբ ողջ երկիրը սառած էր սպասելով թե ինչ կլինի հաջորդը, Ստեփան Դեմիրճյանը նստած էր իր տան հյուրասենյակում, նայելով էկրան, փորձելով հասկանալ անհասկանալին։ Նրա հայրը, Կարեն Դեմիրճյանը, արդեն մահացած էր կրակոցների առաջին րոպեներին, թեև պաշտոնական հաստատումը դեռ չէր եկել։ Բայց Ստեփանը գիտեր, նա զգում էր, խորը, ինտուիտիվ հստակությամբ, որ հայրը այլևս կենդանի չէր։ Եվ այդ պահին, նստած մութ սենյակում, նա հիշեց այն զանգը, որը ստացել էր 1 օր առաջ, անծանոթ ձայնը, որը նախազգուշացրել էր, որ հայրը չպետք է գնա ազգային ժողով։ Նա հիշեց, թե ինչպես էր անտեսել այդ զանգը, ինչպես էր որոշել չասել հորը, վախենալով, որ դա կընկալվի որպես թուլություն։ Եվ հիմա, երբ արդեն ուշ էր, երբ անդառնալին տեղի էր ունեցել, Ստեփանը հասկացավ, ինչ որ մեկը գիտեր, որ սպանությունը պատրաստվում է։ Ինչ որ մեկը փորձել էր նախազգուշացնել, բայց այդ նախազգուշացումը չլսվեց։ Ո՞վ էր այդ զանգողը։ Ինչպես նա գիտեր, որ հոկտեմբերի 27-ին ինչ որ սարսափելի բան պատրաստվում է։ Արդյոք նա էր ներսից մեկը, մարդ, ով մասնակցում էր դավադրությանը, բայց վերջին պահին զգաց խղճի խայթ։ Թե նա էր արտաքին դիտորդ, ով պատահաբար լսել էր մի խոսակցություն, տեսել էր մի փաստաթուղթ, իմացել էր պլանը, բայց չէր կարողացել կանխել այն։ Ստեփան Դեմիրճյանը տարիներ շարունակ փորձել է գտնել այդ մարդուն, հրապարակել է հայտարարություններ լրատվամիջոցներում, խոստացել է գաղտնիություն եւ պաշտպանություն, բայց ոչ ոք երբեք չարձագանքեց։ Զանգողը մնաց անծանոթ, եւ նրա ինքնությունը մի գաղտնիք, որը գուցե երբեք չբացահայտվի։ Բայց այդ զանգը ապացուցում է մի կարևոր փաստ։ Ինչ որ մեկը գիտեր։ Հոկտեմբերի 27-ը չէր ինքնաբուխ ահաբեկչություն, որտեղ Նաիրի Հունանյանը հանկարծ որոշեց վերցնել զենք եւ գնալ ազգային ժողով։ Սա էր պլանավորված օպերացիա, որտեղ բազմաթիվ մարդիկ տարբեր մակարդակներում մասնակցում էին։ Եվ եթե ինչ որ մեկը գիտեր բավականաչափ վաղ, որպեսի նախազգուշացնի Դեմիրճյանի ընտանիքին, ապա անխուսափելիորեն ուրիշներ էլ գիտեին։ Բայց ով, քանիսը։ Եվ ամենակարևորը, արդյոք նրանք պատժվեն երբևէ։ 1999-ի հոկտեմբերի 28-ին ժամը 12-ին, երբ Նաիրի Հունանյանը եւ նրա 6 համախոհները դուրս եկան ազգային ժողովից, ձեռքերը բարձրացրած, զենքերը մատուցված, երբ հատուկ ջոկատների զինվորները անմիջապես շրջապատեցին նրանց եւ տեղափոխեցին կալանավայր, ամբողջ Երևանը արթնացավ մի տարօրինակ զգացմամբ։ Ահաբեկիչները ձերբակալվել էին, պատանդները ազատվել էին, ողբերգությունը ավարտվել էր։ Բայց երկիրը չզգաց թեթևացում, չզգաց, որ արդարադատությունը հաղթել է։ Փոխարենը, մարդիկ զգում էին, որ ինչ-որ ավելի մեծ, ավելի սարսափելի բան տեղի է ունեցել, ինչ-որ բան, որը դեռ չի ավարտվել։ Փողոցներում մարդիկ խոսում էին ցածր ձայնով, վախենալով, որ ինչ-որ մեկը կլսի։ Նրանք չհավատում էին պաշտոնական պատմությանը, չհավատում էին, որ Հունանյանը գործեր էր ինքնուրույն։ Նրանք գիտեին, թեև չէին կարող ապացուցել, որ դավադրությունը եղել էր, եւ որ իսկական կազմակերպիչները դեռ ազատ են։ Վազգեն Սարգսյանի ընտանիքը, որը կորցրել էր ոչ միայն եղբայրը, այլ նաև հայրը, քանզի Սարգսյանի հայրը, Սաֆարը, մահացավ սրտի կաթվածից 3 օր Վազգենի սպանությունից հետո, չկարողանալով դիմանալ ցավին։ Արամ Սարգսյանը, Վազգենի եղբայրը, որը նշանակվել էր ժամանակավոր վարչապետ, փորձեց շարունակել եղբոր գործը, բայց նա արագ հասկացավ, որ իրական իշխանությունը չի պատկանում նրան։ Յուրաքանչյուր որոշում, որ նա կայացնում էր, պետք է հաստատվեր նախագահական աշխատակազմի կողմից։
Յուրաքանչյուր նախարար, որին նա ուզում էր նշանակել, պետք է ընդունելի լիներ Քոչարյանի շրջապատի համար։ Յուրաքանչյուր բարեփոխում, որը նա պլանավորում էր, կանգ էր առնում, եթե դա հակասում էր օլիգարխիկ շահերին։ Արամ Սարգսյանը պաշտոնում մնաց միայն 5 ամիս, մինչև 2000-ի մայիսը, երբ նա հեռացավ հայտարարելով, որ չի կարող աշխատել համակարգում, որը չի թույլատրում իսկական փոփոխություններ։ Կարեն Դեմիրճյանի տեղը ազգային ժողովի նախագահի պաշտոնում զբաղեցրեց Արմեն Խաչատրյանը։ Մարդ, ով չուներ Դեմիրճյանի հեղինակությունը, չուներ նրա տեսլականը, չուներ նրա համառությունը։ Խորհրդարանը դարձավ լուր հաստատող մարմին, որտեղ օրենքները ընդունվում էին առանց իրական քննարկման, առանց հակադրության, առանց այն կենդանի բանավեճի, որը Դեմիրճյանը խրախուսել էր։ Միասնություն դաշինքի անկումը ավարտվեց 1203 թվականի խորհրդարանական ընտրություններում, երբ ընտրատարածքը, որը նախկինում աջակցել էր դաշինքին, բաժանվեց տասնյակ փոքր կուսակցությունների միջև, որոնցից ոչ մեկը չկարողացավ ստեղծել իրական ընդդիմություն նախագահական իշխանությանը։ 1203-ից մինչև 1208 թվականը Ռոբերտ Քոչարյանը վերահսկեց Հայաստանը բացարձակ իշխանությամբ։ Նրա օրոք տնտեսությունը աճեց, բայց այդ աճը կենտրոնացավ փոքր օլիգարխիկ խմբի ձեռքում։ Նրա օրոք քաղաքական համակարգը կայունացավ, բայց այդ կայունությունը նշանակում էր ավտորիտարիզմի ամրապնդում։ Նրա օրոք Հայաստանը մնաց անկախ, բայց այդ անկախությունը արժեցավ ժողովրդավարության զոհաբերմամբ։ Եվ երբ Քոչարյանը հեռացավ նախագահական պաշտոնից 1208-ին, փոխանցելով իշխանությունը Սերժ Սարգսյանին, որը շարունակեց նույն համակարգը, հայ ժողովուրդը հասկացավ, որ հոկտեմբերի 27-ը փոխել էր ոչ միայն քաղաքական լանդշաֆտը, այլ նաև երկրի ճակատագիրը 2 տասնամյակով։ Կան մարդիկ, ովքեր պնդում են, որ եթե Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը ապրեին, Հայաստանը այսօր այլ երկիր կլիներ։ Նրանք պնդում են, որ միասնություն դաշինքը կկարողանար իրականացնել իր խոստումները, ստեղծել թափանցիկ տնտեսություն, անկախ արդարադատություն, ժոթուն, ժողովրդավարական ինստիտուտներ։ Նրանք պնդում են, որ Ղարաբաղի հիմնախնդիրը կկարգավորվեր այլ կերպ, որ Հայաստանը չէր կորցներ 1 միլիոն քաղաքացի արտագաղթի հետևանքով, որ երկիրը կզարգանար այնպես, ինչպես զարգացան Վրաստանը կամ Էստոնիան, նախկին սովետական հանրապետություններ, որոնք ընտրեցին եվրոպական ինտեգրացիայի ճանապարհը։ Սրանք գեղեցիկ երազներ են, բայց դրանք մնում են երազներ, քանզի մենք երբեք չենք իմանա, թե ինչ կլիներ, եթե պատմությունը այլ ընթացք ունենար։ Բայց այն, ինչ մենք գիտենք, սա է. Հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանը մտավ մի դարաշրջան, որտեղ քաղաքական մրցակցությունը փոխարինվեց իշխանության մենաշնորհով։ Օլիգարխիկ կառույցները, որոնք սկսեցին ձևավորվել 1990-րդերի սկզբին, ամրապնդվեցին եւ դարձան անբաժանելի մաս պետական համակարգից։ Կոռուպցիան, որը միշտ եղել է հետխորհրդային հասարակությունների խնդիրը, Հայաստանում հասավ ընդունելի նորմայի մակարդակի։ Արդարադատական համակարգը, որը պետք է լիներ անկախ, դարձավ իշխանության գործիք, պատժելու ընդդիմությանը եւ պաշտպանելու ռեժիմին։ Լրատվամիջոցները, որոնք պետք է լինեին ազատ, վերահսկվեցին մի փոքր խմբի կողմից, ով որոշում էր, թե ինչ լուրեր պետք է հրապարակվեն եւ ինչերը թաքցվեն։ Արդյոք սա էր անխուսափելի։ Արդյոք Հայաստանը դատապարտված էր այս ուղին անցնելու, անկախ նրանից, թե ով էր իշխանում։ Մի շարք վերլուծաբաններ պնդում են, որ այո, պնդելով, որ հետխորհրդային երկրները, հատկապես փոքր թույլ տնտեսությամբ, դատապարտված էին ընտրելու կայունության եւ ժողովրդավարության միջև, եւ որ Հայաստանը ընտրեց կայունությունը։ Բայց այլ վերլուծաբաններ հերքում են այդ դատողությունը, ցույց տալով, որ Էստոնիան, Լատվիան, Վրաստանը բոլորը փոքր, բոլորը հետխորհրդային, բոլորը թույլ տնտեսությամբ 90-րդների սկզբին կարողացան զարգանալ դեպի ժողովրդավարություն։ Տարբերությունը չէր աշխարհագրությունը կամ տատմությունը, այլ քաղաքական կամքը, ընտրություններ, որոնք կատարեցին առաջնորդները, համակարգերը, որոնք նրանք ստեղծեցին։ Եվ հենց այստեղ է, որ մենք վերադառնում ենք հիմնական հարցին. ինչու Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը պետք է մեռնեին։ Ով վախենում էր նրանցից այնքան շատ, որ պատրաստ էր սպանել։ Պատասխանը, որը բազմաթիվ վկայություններ ցույց են տալիս, բայց որ երբեք չի ապացուցվել դատարանում, սա է. նրանք սպառնում էին այն համակարգին, որը ձևավորվում էր 1990-րդների վերջում։ Համակարգ, որտեղ քաղաքական իշխանությունն ու տնտեսական հարստությունը միաձուլվում էին մի փոքր խմբի ձեռքում։ Դեմիրճյանն ու Սարգսյանը ներկայացնում էին այլընտրանք, համակարգ, որտեղ օրենքը վերը է անհատներից, որտեղ պետական ռեսուրսները ծառայում են հանրությանը, ոչ թե մասնավոր շահերին, որտեղ քաղաքական մրցակցությունը իրական է, ոչ թե սիմուլյացիա։ Նրանց սպանությունը փակեց այդ հնարավորությունը։ Եվ հենց դրա համար է, որ հոկտեմբերի 27-ը մնում է բաց վերք Հայաստանի պատմության մեջ, վերք, որը երբեք լիովին չի բուժվի, քանի դեռ ճշմարտությունը չի բացահայտվել, քանի դեռ իսկական կազմակերպիչները չեն պատժվել,
քանի դեռ արդարադատությունը չի իրականացվել։ 25 տարի անց 1224-ին, երբ Հայաստանն արդեն անցել է Թավշյա հեղափոխությունից, երբ նոր սերունդը փորձում է ստեղծել այն ժողովրդավարությունը, որի համար Դեմիրճյանն ու Սարգսյանը պայքարել էին, երբ երկիրը դեռ փնտրում է իր ճանապարհը, միջև ռուսական ազդեցության եւ արևմտյան ինտեգրացիայի, միջև հին համակարգի եւ նոր հնարավորությունների, մենք դեռ չունենք վերջնական պատասխաններ հոկտեմբերի 27-ի մասին։ Քննական գործը փակվել է, ահաբեկիչները դատապարտվել են, պաշտոնական տարբերակը հայտարարված է։ Նաիրի Հունանյանը եւ նրա խումբը գործել են ինքնուրույն, ոչ մի դավադրություն չի եղել, ոչ մի բարձր մակարդակի կազմակերպիչներ, բայց ոչ ոք չի հավատում այդ տարբերակին։ Ընտանիքները, որոնք կորցրին իրենց սիրելիներին, շարունակում են պահանջել նոր քննություն։ Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը, զոհված падգամավորների հարազատները, բոլորն են դիմել միջազգային կազմակերպություններին, պահանջելով անկախ հետաքննություն, պահանջելով, որ արտասահմանյան փորձագետներ ուսումնասիրեն գործը, պահանջելով, որ այն փաստաթղթերը, որոնք կորան, վերականգնվեն։ Բայց յուրաքանչյուր անգամ, երբ նոր կառավարությունը խոստանում է նոր քննություն, երբ նոր գլխավոր դատախազը հայտարարում է, որ գործը կվերաբացվի, երբ նոր հույսեր ծագում են, վերջում ոչինչ չի փոխվում։ Գործը մնում է փակ, ապացույցները մնում են անհասանելի, ճշմարտությունը մնում է թաքնված։ Ինչու՞։ Ինչու նույնիսկ նոր կառավարությունները, որոնք եկել են խոստանալով թափանցիկություն եւ արդարադատություն, չեն կարողանում կամ չեն ցանկանում բացահայտել հոկտեմբերի 27-ի ճշմարտությունը։ Մի հնարավոր բացատրություն։ Քանզի այդ ճշմարտությունը կբացահայտեր այնքան շատ մարդկանց, այնքան շատ ցանցեր, այնքան շատ կապեր բարձր մակարդակներում, որ ամբողջ քաղաքական համակարգը կարող էր փլուզվել։ Երկրորդ հնարավոր բացատրություն։ Քանզի նույնիսկ նոր առաջնորդները վախենում են հին ուժերից, վախենում են, որ եթե նրանք շոշափեն այդ թեման, նրանք կհանդիպեն սպառնալիքների, նրանք ինքնին կդառնան թիրախներ։ Երրորդ հնարավոր բացատրություն։ Քանզի միջազգային հանրությունը, մասնավորապես Ռուսաստանը, որը ունի հսկայական ազդեցություն Հայաստանի վրա, չի ցանկանում, որ այդ ճշմարտությունը բացահայտվի, քանզի դա կարող է վնասել նրանց սեփական շահերին տարածաշրջանում։ Մենք չգիտենք, թե որ բացատրությունն է ճիշտը, կամ գուցե բոլոր երեքը միասին ճիշտ են։ Բայց այն, ինչ մենք գիտենք, սա է. 25 տարի անց Հայաստանը դեռ չունի փագում այն ողբերգության, որը ամենաշատը փոխեց երկրի ուղին։ Եվ քանի դեռ այդ փագումը չի գալիս, քանի դեռ ճշմարտությունը թաքնված է, քանի դեռ արդարադատությունը չի իրականացվել, Հայաստանը չի կարող լիովին առաջ շարժվել։ Հոկտեմբերի 27-ը մնում է ոչ միայն պատմական իրադարձություն, այլ նաև ներկա իրականություն, հիշեցնելով, որ երբ իշխանությունը կենտրոնանում է չափազանց նեղ շրջանակում, երբ անմեղության ենթադրությունը փոխարինվում է անպատժելիությամբ, երբ ժողովուրդը կորցնում է հավատը իր առաջնորդների նկատմամբ, երկիրը մտնում է մութ դարաշրջան, որտեղ ցանկացած բան հնարավոր է, նույնիսկ ամենաանհավատալին։ Կարեն Դեմիրճյանի թաղման օրը 1999-ի հոկտեմբերի 30-ին ավելի քան 100,000 մարդ եկավ Կոմիտասի Պանթեոն, հրաժեշտ տալու մարդուն, ում նրանք տեսնում էին որպես հույսի վերջին սիմվոլ։ Նրանց շարքերում էին ծերեր, ովքեր հիշում էին Դեմիրճյանի օրերը 70-րդ տարիներին, երբ Երևանը դարձավ իսկական մայրաքաղաք։ Էին երիտասարդներ, ովքեր երբեք չէին ապրել սովետական համակարգում, բայց ովքեր հույս ունեին, որ Դեմիրճյանը կարող է ստեղծել նոր Հայաստան։ Էին ընտանիքներ, մայրեր իրենց երեխաներով, հայրեր իրենց դուստրերով։ Բոլորը եկել էին ոչ միայն ողբալու, այլ նաև փորձելու հասկանալ ինչու։ Ինչու այս մարդը, ով չէր ուզում ոչինչ բացի երկրի բարօրությունից, պետք է մեռներ այսպիսի վայրագ կերպով։ Վազգեն Սարգսյանի թաղումը նույն օրը հավաքեց նույնքան շատ մարդկանց։ Նրա սնամիության մեջ էին վետերաններ Ղարաբաղյան պատերազմից, զինվորներ, ովքեր ծառայել էին նրա հրամանատարությամբ, ովքեր տեսել էին նրան դաշտում, որտեղ նա կիսում էր նույն վտանգները, նույն ռացիոնը, նույն քունը հողի վրա։ Նրանք չէին կարող հավատալ, որ սպարապետը, մարդը, ով տարիներ շարունակ հաղթել էր մահվան դեմ, մահացել է ոչ թե դաշտում, այլ խորհրդարանի դահլիճում, մի վայրում, որը պետք է լիներ ամենապաշտպանվածը ողջ երկրում։ Նրանց ողբը չէր միայն անձնական, այլ նաև հավաքական, ողբ մի սերունդի, որը կորցրեց իր առաջնորդին, մի բանակի, որը կորցրեց իր ոգին, մի ժողովրդի, որը կորցրեց իր հավատը։ 5 տարի անց, երբ դատավարությունը դեռ շարունակվում էր, երբ Նաիրի Հունանյանն ու նրա համախոհները դեռ փաստարկում էին իրենց անմեղությունը, պնդելով, որ նրանք արեցին այն, ինչ անհրաժեշտ էր երկիրը փրկելու համար, Ռուզաննա Դեմիրճյանը, Կարենի այրին, մահացավ։ Բժիշկները ասացին սրտի անբավարարություն, բայց բոլորը գիտեին, որ իսկական պատճառ էր կոտրված սիրտը,
որը երբեք չվերականգնվեց ամուսնու կորուստից հետո։ Նրա վերջին խոսքերը ըստ Ստեփան Դեմիրճյանի եղան. «Ասա նրանց, ովքեր սպանեցին քո հորը, որ նրանք սպանեցին նաև ինձ, բայց մենք կվերադառնանք, ոչ թե որպես ուրվականներ, այլ որպես ճշմարտություն, որը մեկ օր կբացահայտվի»։ 10 տարի անց, երբ Ռոբերտ Քոչարյանը հեռացել էր իշխանությունից, երբ Սերժ Սարգսյանը վերցրել էր նախագահական գավազանը եւ շարունակել նույն քաղաքականությունը, երբ Հայաստանը տեսավ նոր սերունդ ակտիվիստների, ովքեր պահանջում էին փոփոխություններ, երբ փողոցներում մարդիկ բողոքում էին կոռուպցիայի, անարդարության, անմեղության ենթադրությամբ ապրող էլիտայի դեմ, Արամ Սարգսյանը տվեց իր վերջին մեծ հարցազրույցը։ Նրան հարցրեցին. արդյոք նա դեռ հավատում է, որ Վազգենի սպանությունը եղել է դավադրության մաս։ Նա պատասխանեց. Ես ոչ միայն հավատում եմ, ես գիտեմ, բայց ապապուցուցելը եւ գիտենալը տարբեր բաներ են։ Ես կապրեմ դեռ բավականաչափ, որպեսզի տեսնեմ, թե ինչպես է ճշմարտությունը մի օր կբացահայտվի։ Եվ երբ այդ օրը գա, Հայաստանը վերջապես կարող է սկսել իսկական բուժումը։ 25 տարի անց, 1224-ին, երբ Հայաստանը դեռ փնտրում է իր ճանապարհը, երբ երկիրը դեռ պայքարում է կոռուպցիայի, աղքատության, արտագաղթի դեմ, երբ նոր սերունդը փորձում է կառուցել այն ապագան, որի համար Դեմիրճյանն ու Սարգսյանը մարտնչեցին, հոկտեմբերի 27-ը մնում է բաց հարց։ Յուրաքանչյուր տարի, հոկտեմբերի 27-ին, հարյուրավոր մարդիկ գնում են Կոմիտասի Պանթեոն, դնելու ծաղիկներ զոհվածների շիրիմներին, այրելու մոմեր, կանգնելու լուռ, հիշելու։ Եվ յուրաքանչյուր անգամ, երբ նրանք այնտեղ են, նրանք հարցնում են իրենց. արդյոք երբևէ մենք կիմանանք ճշմարտությունը, արդյոք երբևէ արդարադատությունը կիրականացվի, արդյոք երբևէ այն մարդիկ, ովքեր իսկապես պատասխանատու են, կպատժվեն։ Մենք չունենք պատասխաններ այդ հարցերին, բայց մենք ունենք պարտավորություն շարունակել հարցնել, շարունակել փնտրել, շարունակել պահանջել, քանի դեռ ճշմարտությունը չի բացահայտվել։ Քանզի հոկտեմբերի 27-ը սպանեց ոչ միայն 8 մարդ, այլ նաև մի հնարավորություն, որ հեյություն, որ Հայաստանը կարող էր դառնալ այլ երկիր, կարող էր ընտրել այլ ճանապարհ, կարող էր ունենալ այլ ապագա։ Եվ քանի դեռ մենք չենք հասկանում, թե ինչու այդ հնարավորությունը խլվեց, մենք չենք կարող լիովին հասկանալ, թե որտեղ ենք մենք այսօր եւ ուր ենք գնում վաղը։ Բայց գլխավոր հարցը մնում է անպատասխան. ով էր իսկապես պատասխանատու հոկտեմբերի 27-ի համար։ Ով է այն մարդը կամ խումբը, ով նստում է ուլեցազերծ, իմանալով, որ նրանք փոխեցին ամբողջ երկրի պատմությունը, իմանալով, որ նրանք սպանեցին ոչ միայն մարդկանց, այլ նաև հույսը։ Արդյոք մի օր կբացահայտվի այդ անունը, թե դա կմնա գաղտնիք, որը կթաղվի պատմության ավազի տակ։ Մենք սպասում ենք, հայ ժողովուրդը սպասում է, եւ մինչ այդ յուրաքանչյուր հոկտեմբերի 27-ին, երբ մոմերը վառվում են, երբ ծալիկները դրվում են, երբ անունները կարդացվում են։ Կարեն Դեմիրճյան, Վազգեն Սարգսյան, Լեոնարդ Պետրոսյան, Յուրի Բախշյան, Ռուբեն Միրոյան, Հենրիկ Աբրահամյան, Արմենակ Արմենակյան, Միքայել Քոթանյան։ Մենք հիշեցնում ենք մեզ, որ ճշմարտությունը, որքան էլ թաքցված լինի, որքան էլ երկարսպասելի լինի, մի օր պետք է լույս տեսնի։ Քանզի առանց ճշմարտության, առանց արդարադատության, առանց պատասխանատվության, մենք մնում ենք գերի անցյալին, անկարող շարժվել դեպի ապագա, անկարող ստեղծել այն երկիրը, որը Դեմիրճյանն ու Սարգսյանը երազում էին։ Եվ գուցե, միայն գուցե, երբ այդ ճշմարտությունը վերջապես կբացահայտվի, Հայաստանը կարող է սկսել իսկական բուժումը եւ դառնալ այն երկիրը, որը միշտ էլ կարող էր լինել։